Ողջույն բարեկամներ, այսօրվա հաղորդումը խոստանում է լինի երկար, որովհետև հետաքրքիր նորությունները շատ են, իսկ ամենահետաքրքիր թեմաները, ինչպես միշտ, պահում եմ վերջում, այնպես որ խոստացեք, որ պետք է դիմանաք մինչև վերջ։ Ես ձեզ ուզում եմ ուղղակի տեղեկացնել, որ վերջապես սկսել եմ նաև TikTok-ում որոշակի նյութեր տեղադրել, արդեն ունեմ 74 հետևորդ, 102,000-ին համեմատած եւ նույնիսկ 67 լայք, որը արդեն իմ համար մեծ բան է երևում, եւ TikTok-ում ունեմ եւ Instagram-ում կամ երկու ստեղներ ուղղակի Վարդան Դիր, դերում եք Վարդան Դիրի ժողովուրդս, դե ուրիշ անուն ոնց որ դեհալմաշ չկար։ Ամեն դեպքում կարճ վիդեոներ տեղադրեմ այնտեղ, որվա կարևոր անցուդարձի վերաբերյալ, իսկ հիմնական մեծ վերլուծությունները շարունակեն մնալ YouTube-յան այս էջում։ Հաղորդում ուզում եմ սկսել այս տեսանյութով։ Սկսել թե ոչ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զրոյական կետից է սկսել թե ոչ։ Զրոյական կետը 2019 թվականին Դες որպես վերլուծաբան եմ ասում, այս տեմբրը ձայնի արդեն մատնում է իրան, հա, սա ղժղժացող ոչ վստահ տեմբրա վերևներում է խոսում, որտեղ հանգիստ մարդը խոսում է վստահանտակում, հանգիստ արդարացողի եւ որ վստահի եւ սատախոսի դեմքն է, որ հիմա մտածում է ինչ ասելու, որովհետեւ մենք հիշում ենք, երբ ինչ ասել Փաշինյան Նիկոլը, եւ հիմա տնենք։ սեղմագիրն է, որը նույն ինքը, որը նույն ինքը Գիտեք աշխարհում ամենա այլանդակ եւ վտանգավոր բանը որն է։ Ամոթը կորցրած մարդը։ Բերձերևան դրանց ասում էր անասնացած։ հենց նոր վարչապետ Փաշինյանը դες ասեց զրոյական կետը որն է եղել, ասում է Հասկանում եք ինչ է նշանակում զրոյական կետ, մեզ նաեւ պետքա բացատրել ինչ է նշանակում զրոյական կետ ըստ Փաշինյան Նիկոլի։ Այն որ մենք ենք ասում զրոյական կետ, դա դեռ չի նշանակում, որ դա զրոյական կետ է։ Պետքա լսենք, թե դա ոնց է պատկերացնում նաեւ Փաշինյան Նիկոլը։ Եվ այսպես 7 տարի ասում է մի բան, անում է մի բան, եւ հետո բացատրում է, մենք ոնց պետք է հասկանայինք իր ասածը։ Եվ այս ամոթը կորցրած ըստ Բերձերևայի դիագնոզի անասնացած կերպարները, ես պետք է բացատրեմ ինչ է նշանակում զրոյացած կետ։ ես եմ ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահներին ասեք, հիմա կտակ մի հատ հասկանանք վերջին դրությամբ իրավիճակը զրոյական կետը որն է, եւ իրենք տվել 2019 թվականի սեղմագիրը, պատասխանեցի ձեր հարցին։ Վերջ, հասկացաք 2019 թվականի երեկվա հրապարակած Միսկի խմբի առաջարկությունը փաստորեն Փաշինյան Նիկոլը դա ուներ ի նկատի որպես զորական կետ, որը փաստորեն ինքը իջացեց մինուս անսահմանություն։ Այսպես է լինում ամոթը կորցրած մարդու մեկնաբանությունը։ Հիմա հիշեցնենք ինչ էր ասում Ճիպակ։ Սեփական բառ հետեւաբար անիմաստ է։ Դե դուք եք զրոյական կետից հարցնում։ Ամեն դեպքում սկսել եք այն կետից, որտեղ կանգ էր առել Սերժ Սարգսյանը։ Կետից չեմ սկսել։ Մի րոպե, դա հաջորդ թյուրիմացությունն է։ Հաջորդ թյուրիմացությունն է։ Վերականգնել նախկին ձևաչափը եւ Ղարաբաղը կողմ դառնալ։ Թյուրիմացությունն է, ես բանակցությունները սկսել եմ ոչ թե Սերժ Սարգսյանի կետից, այլ իմ սեփական կետից։ Այո, տենց է։ Դա համար սուտ խոսալը դժվար է։ Ինչի է դժվար, որովհետև հնարավոր չի այդքանը մտապահել, իսկ երբ որ մարդ ուզում է համ խոսա, համ ասածը նախքին հիշի, որ իր սուտը շարունակի, այդ ժամանակ սկսում է ուղեղում եւ ամբողջ մարմնում կոգնիտիվ դիսոնանս եւ հենց այդ պարագայում է, որ միանգամից մարմնի շարժումներով բացահայտում է, որ մարդը ուղղակի ստում է։ Դա շատ կարևոր նշություն։ Եվ թող մեզ ոչ մեկ չասի, հա, այդ ինչ եք բանակցում, ինչ որ պետք է այն էլ բանակցում ենք։ Եղավ։ Մեզ ոչ մեկ չի կարող ասի, հա, այդ ինչ եք բանակցում։ Եղավ։ Ասում եմ, ինչ որ պետք է այն էլ բանակցում ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը զրոյական կետից է սկսել թե ոչ։ Զրոյական կետը 2019 թվականին Ես այսօր իմացա, սարսափով եմ սա ասում,
իմ Լոս Անջելեսյան բարեկամներից մեկը պատմում էր, թե ինչ մթնոլորտ է եւ ինչ իրավիճակ է մարդկանց մոտ, մասնավորապես Լոս Անջելեսում։ Ես ինչի եմ սա կարևորում, որովհետեւ շատ կարևոր են մեր գաղթօջախներում տրամադրությունները, մասնավորապես մեծ գաղթօջախներում Ռուսաստան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քանի որ հայերով ամենաշատ կոնցենտրացված խիտ համայնքներով ապրում են Լոս Անջելեսում, դրա համար ես շատ եմ կարևորում նաեւ Լոս Անջելեսյան տրամադրությունները եւ իմ բարեկամի վկայությամբ անտարբերության եւ անտեղյակության տոկոսը սարսափելի մեծ է այնտեղ։ Ինձ ասում էր, որ ճիշտ է, քեզ շատ են լսում Լոս Անջելեսում, բայց անտեղյակությունը շատ է։ Ես պետք է ասեմ, որ ցավոք սրտի այս ալիքը շատ չեն լսում Լոս Անջելեսում։ Մոտարապես 7-8% ամբողջ դիտումների մեջ, որը շատ չնչին թիվ է։ Ոնց է պետք է հարցը լուծել։ Իսկ մի համայնքում, որտեղ լսում են բացառապես այս ճիվաղներին, դուք արդեն հասկանում եք, չէ՞, օրական իրենց ասածը կարող են մեկնաբանել եւ ներկայացնել որպես հաղթանակ։ Իրենք այն աստիճանի անասնացած ու լկտի են, որ կարող են սպանել մարդուն եւ հիմնավորել դա ձեզ ներկայացնել որպես լավություն ձեզ, որ ձեր երեխեքին սպանել եք, որ դուք լավ ապրեք։ Ու այս տրամաբանության մեջ ամբողջ մի համայնք, չասեմ ամբողջությամբ, բայց տեղի լրատվականների եւ քարոզիչների աշխատանքի արդյունքում հալած յուղի տեղ ուտում է դա։ Այո, որ կարելի է անհրաժեշտ է երեխեքին սպանել։ Բա Հայաստանի անվտանգությունը կախված է ինչքան երեխա կսպանվեր եւ ինչքան շուտ Արցախը պետք է հանձնվի Թուրքին եւ Հայաստանից էլ ինչ տարածքներ պետք է հանձնվի Թուրքին, որպեսզի հետո էլ Հայաստանը հանձնենք, որը էլի լինելու է ըստ այդ լրատվականների եւ այդ պրոպագանդիստների հայ փրկությունը։ Հիմա ինչպես պայքարել սրա դեմ։ Դա մեզ շատ եմ խնդրում Լոս Անջելեսում ապրող այն մարդկանց, ովքեր դիտում են, ովքեր ակտիվ են եւ ամեն անգամ ինձ ասում են ինչ կարելի է անել։ Այսօր ես որոշում եմ կայացել հստակ ինձ համար, որ այն ինչ որ ես անում եմ բավարար չի։ Եվ սա պետքա զարգացնել մի քանի քայլ բարձր եւ ներկայանալի լինել, հասանելի լինել Լոս Անջելեսյան հայկական համայնքներին։ Ինչ եմ ասում համայնքներ, որտեղ նրանք շատ ցակուցրիվ ու բաժանված են եւ միասնական ոչ մի այդպես կառույց չկա։ Դասական կառույցները, դասական կուսակցություններն ու միությունները դրանք բաժան եղած են, դրանք հայկական օրակարգից քաղաքական ընդհանրապես չեն խոսում, հետեւաբար մենք 2 միլիոնանոց համայնքում այս վիճակը չէինք ունենա, որտեղ կարող է Հայաստանի մասին հիշեն ցեղասպանության օրերին, ասենք սենց, հա, տարելիցի օրերին, ապրիլի 24-ին ու հենց հաջորդ պատկանից մոռանան, մտածելով, եթե Նիկոլ Փաշինյանն ասում է, ինչ որ արել ենք ձեր համար ենք արել, ու ճիշտ ասում։ Խնդրում եմ գրեք, տեսնենք ինչ ենք անում այդ համայնքում, որովհետև եթե մենք ինֆորմացիոն դաշտում պարտվում ենք, իսկ թշնամի լկտի է, թշնամու միջոցները շատ են, ես ինչքանով հասկացա Լոս Անջելեսյան մեդիաների երևի մեծ մասը, եթե ոչ ամբողջականը, թողենք ինչ որ մի, հա, բան սենց, ինչ որ մի մաս թողենք, որ իրանցից չի, բայց մեծ մասը ծառայում է պաստորեն այս թուրքական իշխանություններին, թե ինչի դիմացա ծառայում արդեն էական չի։ Եթե մենք չկարողացանք բալանս փոխել մեր համայնքներում, մենք կկորցնենք։ Հիմա երևի մարդը կմտածի, ինչ կապ ունի ընտրություններում Լոս Անջելեսյան, ասենք, հայկական համայնքի ազդեցությունը։ Ուղիղ կապ։ Այդ մարդիկ բարեկամներ ունեն։ Այդ մարդիկ գումարներ են ուղարկում, այդ մարդիկ ազդում են քաղաքական գործունեության վրա։ Այդ մարդիկ կարող են իրավիճակ ստեղծել, որ կառավարական ներկայացուցիչներից ոչ մեկ չկարողանա մտնի Կալիֆոռնիա։ Ոչ մեկը, ոչ միայն Կալիֆոռնիա, ամբողջ հայկական համայնքներում աշխարհով մեկ, դրանցից ոչ մեկ իրավունք չունի մտնելու, որտեղ դուք պատկերացեք, որ այդ մարդիկ գնան ծապտալով ընդունեն, ասենք Ալիևին կամ Էրդողանին, կամ ասենք Թայլատ Փաշյանին։ Ոչ մի տարբերություն չկա, բայց դա գիտակցությունը չկա։ Ուստի ես խնդրում եմ, նույնիսկ պահանջում եմ, այս տեսանյութները, այն ինչ մենք իրար հետ անում ենք, պետք է հասանելի լինի ցանկացած մեկին, համոզելով, փորձելով, չգիտեմ ինչ ձևերով, պետք է նայեն ոչ թե մեզ հետ համաձայն լինելու համար, այլ լսեն այլ ընտրանքը,
այլ սկսեն մտածել, որ իրանց երեխեքի սպանությունը իրանց համար չի եղել։ Հայաստանի վերացումը դա հայի շահի մեջ չի մտնում։ Արցախը կյանքում չէ դատարկվել իր գոյության ընթացքում։ Ու դատարկվեց հիմա։ Ու դա պատահական չէր։ Դա ուղղակի վաճառվեց, որն էլ հիմա Հայաստանին է սպառնում, հասկանում եք։ Բայց փաստացի ինֆորմացիայից կտրված մարդկանց համար դա հասկանալի ընկալելի չի։ Գիտեք ինչի։ Որտեղ իրանք չեն պատկերացնում ստորության եւ դավաճանության մասշտաբները, մտածում են ոնց կարող է հայը այդպես բան անել։ Չէ։ Մենք բոլորս չարու նախանձենք, որ նման բաներ ենք խոսում։ Դատակ ոչ մի հիմք չկա։ Վստահ եղեք, իրանք տենց են մտածում։ Որպեսզի իրանք կարողանան կարծիք վերանայել, իրանք պետք է լսեն այլընտրանք։ Դրա համար իմ խորին խնդրանքն ու ակնկալիքն է, որ այս հաղորդումների հասանելիությունը լինի մի քանի անգամ ավելի շատ, քան հիմա է։ Այդ դեպքում մենք կարող ենք վստահ ասել, որ մենք կարող ենք իրավիճակ փոխել։ Ինֆորմացիոն դաշտում, իսկ հենց ինֆորմացիոն դաշտում իրավիճակը փոխվեց, գետնի վրա փոխվել է մի անգամից։ Հիմա լսենք աշխարհին ոնց է նույն խնդիրը ներկայացնում, չի վաղը, որ մենք հասկանանք այս մարդիկ ինչի են այս աստիճան իրականությունից կտրված։ Նախ 3 կիսապրատ հրապարակված բանակցային փաստաթղթերի մեջ ամենազավեշտալին այն էր, որ պարոն Փաշինյան ձեր ընտանեկան թերթում հրապարակված, նախընտրական շրջանում հրապարակված Լևոն Տեր-Պետրոսյանի նամակը հոդվածը ներկայացրել եք որպես բանակցային փաստաթուղթ։ Դրա փոխարեն կարող եք հրապարակել Քիվեսի փաստաթուղթը, ինչու չեք հրապարակում։ Ես տեսա, որ այսօր առավոտյան հայտարարեցիք, որ այդ փաստաթուղթը չկա։ Անհետացել է, չգիտեմ որտեղ անհետացել։ Ջելոց ես ասեմ, միջև հիմա հայտարարում են, որ ընդհանրապես Միսկի բանա, Միսկի խմբի առաջարկ չեն ունեցել իրանք։ Ելիք ներածում, չէ՞։ Ինչ Սերժի կետ, ինչ բան, ես իմ զորայական կետից եմ սկսել։ Հիմա էլ ասում եք Քիվեսի փաստաթուղթ չի եղել, չկա։ Կառավարությունում չկա։ Հետո տեսա Թաթուլ Հակոբյանի գրառումը, ով հայտնում էր, որ 2005 թվականին ԱԳՆ-ում Թոմաս Դվալի հետ միասին ծանոթացել է այդ փաստաթղթին, որը բաղկացած է 20 էջից։ Նույնիսկ Թաթուլ Հակոբյանը վկայություն ատել Փաշինյան Նիկոլի դեմ։ Ոչ չկարա։ Թոմաս Դվալի հետ ես եմ այդ փաստաթուղթը տեսել։ Ի վերջո դրա մասին խոսում էր մեդիան։ Ի վերջո դա բանակցություններ էր։ Չի կարող լինել բանակցություն ու դա գրանցված չլինի։ Դրա մասին փաստաթուղթ չլինի։ Դա օրակարգ է։ Այդ դու կարաս գնաս ամենտեղ ինչ ուզում ես դու ստաս, այնտեղ գրող չլինի կամ ասես լավ ես իմ բանի մասին մի գրեք։ Բայց կառավարությունը ինքը ունի օրակարգ, երբ որ գնում է միտեղ, դա գրանցվում է, երբ որ խոսում են, դա գրանցվում է։ Կարող է private խոսան առանձին, դրա մասին ոչ մեկ չիմանա, բայց դա արարողակարգ է, չի կարող արարողակարգ լինի ու դրա մասին փաստաթուղթ չլինի։ Կարծում պարզ եմ, չի ասում։ Քարտեզներից փոխարենը ձեր կուսակիցները տարածում էին մինյուտ, որը երբեք բանակցային առաջարկ չի եղել։ Սա մեկ։ Երկրորդ, պարոն Փաշինյան, 2019 թվականի մասով դուք հայտարարել եք առավոտյան, որ դեռ 19 թվականին եք հասկացել, որ որևէ տարբերակ չկա եւ Արցախը Ադրբեջանի կազմում է լինելու միակ տարբերակը դա է։ Փաստորեն դեռ 19 թվականին դա հասկացել եք, բայց համ էլ հայտարարել եք, որ Արցախը Հայաստանն է եւ վերջ։ Ոչ միայն դա։ Նաև պատերազմի ժամանակ կոչ էր անում բոլորին զինվել, հավաքվել, գյուղապետերով, չգիտեմ, համայնքապետերով գնալ ռազմաճակատ։ Ինքն էր դա հայտարարում։ Այսինքն ասում է 16-ին հասկացել են, որ դա պիտի լինի։ Չնայած մի ուրիշ տեղ էլ ասում է 18-ին է որոշել, որ պետքա լիներ դեր, հա։ Ինչ ուզում, երբ ուզում ասում է։ Բայց հիմա լսենք այս պատասխաններին, այս մեղադրանքներին դա ոնց է պատասխանում։ Այն ժամանակ մենք կհասկանանք, թե 100,000 հավաքները անտեղյակ 100,000 երբ որ կախված են լինում բացառապես մեդիաներից, որոնք պրո-թուրքական են, ինչու ոչ մի բանից չեն հասկանում։ Երբ որ լսենք այս պատասխանը, կհասկանանք, որ այս խոսքը լսողը ինքը չէ հասկանալու ոչ մի բան։ Դա ոչինչ։ Դուք 2021 թվականի նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարում եք անջատում հանուն փրկության։ Դուք խոսում եք Շուշի
Ինքը 19 թվականին հասկացել է, որ փրկություն չկա անդե, բայց օրակարգը 21 թվականի ընտրությունների, օրակարգը, պաշտոնական կառավարության ծրագիր, նախընտրական քարոզարշավ անջատում հանուն փրկության, ոչ թե հանձնում, դատարկում, հրաժարում հանուն փրկության։ 21 թվականի օրակարգը առաջարկված, որ ձեն ստանա եղել է անջատում հանուն փրկության։ Բայց ստեղ ինքը պատասխանի մեջ ներկայացվելու է, որ ժողովուրդը իրան ձեն ա տվել հանձնելու համար։ Դե խեղճ ժողովուրդ կուլտուր էս աստիճանի սուտը եւ մի կասկածի, որ քեզ վերջի իդիոտի տեղ են դրել։ Լսենք շարունակ։ Եւ Հադրութի դեօկուպացիայի մասին։ Բա որ հասկացել եք այդ պարզ ճշմարտությունը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ինչի եք խաբում։ Խաբեցիք, քվեները ստացաք, կառավարության ծրագիր կազմեցիք եւ կառավարության ծրագրում էլ արձանագրեցիք, որ հարցը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա ԵԱԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Ու հետո արեց ուղիղ հակառակը։ Բայց ասում եմ, ոնց ձեն եք տվել։ Բայց դու ինձ ուրիշ բան ես խոստացել, տականք։ Չէ, բայց դուք ինձ ձեն եք տվել։ Ինչ ուզել արել եմ։ Հարցը, հա, չեք ձևակերպել։ Ձևակերպել եմ։ Հարցին պատասխանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ես ներողություն եմ խնդրում, բայց 2 րոպե դուք պիտի լսեք։ Գիտեք ինչ։ Որպեսզի հասկանաք, ինչ հոգեվիճակում են նրանք, ովքեր լսում են բացառապես պրոթուրքական խոսացողներին, քադոզիչներին, ալիքները։ Տեսեք, սա 2 հատ կոնկրետ մեղադրանք էր։ 2 հատ կոնկրետ մեղադրանք։ Դու 19 թվականին հասկացել էիր, ըստ քեզ, հա, դու հայտարարում ես, որ հասկացել էիր այդ փաստաթղթերով, չնայած այդ փաստաթղթերը ուրիշ բանի մասին էին ասում։ Այդ 19 թվականի փաստաթղթերը Մինսկի խմբի վերջի առաջարկը Արցախն էր, ինքնուրույն էր, Լաչին քարվաճառ մնում էր տիրապետության տակ Հայաստանի, ՄԱԿ-ի խաղապահների ընթացքով, ներկայությամբ միջև հարցը կորոշեր հանրակրվեն։ Դա է եղել։ Բայց ինքը փաստորեն դա էլ հայտարարում է, որ Արցախը պետք է չլիներ։ Իսկ ասում է դու երկու տեղ սուտ ես ասում, ես ասում եմ ըստ այդ փաստաթղթի Արցախ պետք է չլիներ։ Փաստաթղթը ասում է պիտի լինի, ինքն ասում է ըստ այդ փաստաթղթի պիտի չլինի։ Երկրորդը, որ դու 21 թվականին ասում ես, որ Արցախը պիտի լինի անջատում հանուն փրկության ու հանձնում ես։ Էս ինչ է կարծում։ Էս բացահայտ հանցագործությունների մեջ մեղադրանք ներկայացված մարդը Որից է պատասխանատու։ Ինչ պատասխան կարող է տա, չէ՞։ Ինչ պատասխան կարող է տա։ Մենք հիմա որ խոսում ենք, մենք խոսում ենք լոգիկայի շրջանակներում։ Բայց մի մոռացեք, մեր դիմաց կանգնածը ներագույնը։ Դե հիմա լսեք, թեկուզ 2 րոպե։ Որ մենք հասկանանք, ինչ վիճակում հոգեբանորեն կարան լինեն տեղեկացվածությամբ եւ չգիտեմ, որոշումների կայացման մեջ մարդիկ, որոնք կախված են բացառապես այս ալիքներից։ Լսեք, դուք գրեք, դուք ինձ ասեք։ Շնորհակալ եմ Տիկին Խամոյան հարցի համար։ Հայաստանի Հանրապետության կառավարության տիրապետության ներքո Քիվեստի փաստաթուղթ չկա։ Այն ժամանակ էլ Մինսկի խմբի փաստաթուղթ չկա, վերջ։ Ինչ ուզում ասում եմ։ Չկա։ Հետո ծլում եմ իտեղից, ո՞ս կարող չլինի արա։ Բայց շարունակությունը լսենք։ Ուղղակի չկա։ Եվ ես շատ մտածել եմ, թե ինչու չկա, եւ իմ պատասխանը մտածել է ինչու չկա։ Դա մտածելու բան չի։ Կանչում ես արխիվի պետին, ասում ես ու այս փաստաթղթերը, եթե քեզ իհարկե հետաքրքիր է։ Ինքն էլ ասում է, որ ասում է հեսա։ Իսկ եթե ասում է եղել է բանակցություններ ու փաստաթուղթ չկա, ասում ես ով է գողացել փաստաթուղթերը, դու չես ասում, ասում ես ԱԱՑ-ին զբաղվի այդ գործով։ Ասում ես էլ է մտածել ինչի չկա, ոնց։ Այսինքն փաստորեն դու հանցագործություն ես կոսկել։ Միջև մեր կոսկում ես։ Անը մեկն է, որովհետև դա նույնիսկ բանակցային լիարժեք փաստաթուղթ չի եղել, դա եղել է դավադրություն։ Եվ այդ է պատճառը, որ այդ համատեքստում տեղի ունեցել հոկտեմբերի 27 Փաստորեն դա բանակցություն չի եղել, դա եղել է դավադրություն, որի հիման վրա եղել է հոկտեմբերի 27։ Լսեցիք մեղադրանքը։ Դուք լսեցիք, սա ասում է ոչ թե չգիտեմ ասենք ազգային ժողովի բուֆետի աման լվացողը, ասում է վարչապետը։ Ասում բանակցություն չի եղել է պայմանավորություն դավադրություն, որի հիման վրա եղել է հոկտեմբերի 27։ Հարց.
Բա ուր են լավալության կազմակերպիչները, ուր են պատասխանատուները։ Ուրա քրեական գործը։ Ուրա։ Դուք հասկանում եք, բայց էսի մենք կարող ենք տալ, այս հարցերը չի լսում այն մարդը, ով լսում է բացառապես սրանց։ Ես եմ կանգնում ամեն խոսքին, ասում, որ այս խոսքի մեջ ինքը հանցակազմ ունի, այս խոսքի մեջ ինքը ցուցմունք է տալիս իր դեմ, բայց ինձ չեն լսում, որովհետև մենք չենք տարածում, մենք չենք անում այն գործը, որը պարտադիր է այս պարագայում։ Եվ մարդիկ, որոնք լսում են այս վիժվածքին, ասում են, Քիվեստի փաստաթուղթ չկա, Քիվեստով եղել է դավադություն, որի համար եղավ հոկտեմբերի 27, հա ճիշտ է հոկտեմբերի 27 ա եղել, նշանակում է Փաշինյան Նիկոլը անմեղ է։ Եվ դրան նախորդած եւ հաջորդած իրադարձություններ։ Ուրիշ որևէ բացատրություն չկա։ Ինչ վերաբերում է դրա բովանդակությանը, նախ դրա բովանդակությանը այդ ինչեք Տեր-Պետրոսյանի հրապարակած թղթերին տենց կամարանքով վերաբերվում։ Դուք չէիք, որ 20 թվից հետո հավաքվել էիք եւ որոշում էիք ազգի փրկության միասնական պլան։ Ձեր գործընկերոջ մասին է խոսքը, գնացեք իրանից պարզաբանում ուզեք, թե ինչ թուղթ է, այս որտեղից է թուղթը։ Արա ասում է դու քո թերթում բոդված ես գրել ու դա ներկայացրել ես որպես բանակցության փաստաթուղթ։ Հարցը դրա մասին է դակնեսայի։ Ոնց ձեր գործընկերոջ բանն էր գրածնել, ոնց է դու 20 թվին ինչ եկան, ինչ կապ ունի 20 թիվը։ Այն հանգամանքի հետ, որ դու քո թերթում գրած քո հոդվածը, քո գրած, ոչ թե Լևոն Տեր-Պետրոսյանի օրմիստաբաց փաստաթուղթը, քո գրած քո թերթում հոդվածը դու ներկայացնում ես որպես փաստաթուղթ, այս ստախոս տականք, բայց ինքը խափում է։ Ամոթը կորցած մարդուց սարսափելի բան չկա։ Ըստ Բեղցերևայի դա անասնացած տեսակն է։ Դա ճշգրիտ այդ դավադրության տեքստն է 100%-ով։ Եվ եթե դրանում չեք կասկած կա, վերջերս Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցը մանրամասն անձնական վկայություններով բերել է եւ ամբողջացրել է։ Երկրորդը Հիմա լսող ինչ կասի։ Փաստորեն կասի ամերիկյան փաստորեն լրատվամիջոց ունի Հայաստանում։ Ինքն էլ բանը չի կարծել ոչ մի բան ապացուցի Փաշինյան Նիկոլի դեմ։ Ոչ չի ապացուցի։ Ինքը ապացուցել է, որ դու ստախոս ես։ Բայց հիմա ինքը ասում է ոչ թե դիմացիներին հակառակն ապացուցելու համար։ Սա ասում է, որ տարածեն իր ռոպագանդիստները, որպես դրսող մարդ, դրսից լսող մարդը, որպես պատասխան լսի լրիվ ուրիշ բան։ Հետո իր ռոպագանդիստներն էլ սրա խոսքերը կներկայացնի, ինչպես Ռուբեն Ռուբինյանը կասի նա Փաշինյան Նիկոլը պատասխանեց։ Իրականում Փաշինյան Նիկոլի պատասխանը հարցի հետ կապ չուներ եւ հարցին պատասխան չէր։ Նա այն էր ինչ ուզում էր ասել։ պետք է ունենաս համարձակություն, պատասխանատվություն անել այն, ինչ որ արել եք։ Ես քաղաքացիական պայմանագիր կուսակցության 7-րդ համաժողովում շատ մանրամասն անդրադարձել եմ իմ արտահայտությանը Արցախը Հայաստանը եւ վերջ, ինչի եմ ասել, ինչ պայմաններում եմ ասել, անդրադարձել եմ այս ամբիոնից տասնյակ անգամներ, այս ամբիոնից տասնյակ անգամներ անդրադարձել եմ 2021 թվականի նախընտրական Այսինքն ինքը այս ամբիոնից խոսացել է, իր կուսակցության մեջ խոսացել է, նշանակում է վերջ։ Հարցը լուծված է։ Տեսեք, ես հիմա կանգնացեցի ու ասում եմ, որ դու ինձ չես արագ։ Դու կարող ես ամբողջ օր դրա մասին խոսած, բայց հարցի պատասխանը դու չես տալիս։ Դու հարցի պատասխանը չես տալիս, ըստ առաջացված փաստաթղթի Արցախը Հայաստանն է, մնում է։ Դու ինչի դատարկեցիր Արցախը։ Ասում ես խոսացել եմ այս մասին։ Դու կարող ես շատ բան խոսած, այդ հարցի պատասխանը դու չես տվել։ Բայց տեսեք, սրանց լսողը, այդ հարցը իրեն չի տալիս։ Ինքը իրեն էլ չի տալիս։ Դու ինքը մանրամասներին չի տիրապետում։ Ինքը չունի այդ գիտելիքների հիշողությունների բազան, որ վստահ ասի, այս նեղագույնն է, մտածում է, «Ալա, եթե ես ասել է կարող, այ ասել է, ես չեմ հիշել»։ Չխոսամ այս մասին, հանգարց մեկը չմտածի, որ ես դմբո եմ։ Սա է։ Նրա համատեքստին եւ ենթատեքստին եւ այս ամբիոնից եւ բազմիցս անդրադարձել եմ կառավարության ծրագրի ձևակերպմանը, որ այնուամենայնիվ այս կառավարության մեծագույն պատասխանատվությունը ժողովրդի առաջ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն է։ Էս ախպեջան։ Իրան լսող ասում է, այս կառավարությունը փաստորեն խաղաղ դարաշրջան է բացում։ Այն որ ինքը ասել է մի բան, արել է ուրիշ բան, դա մի կողմ։ Արցախը պետք է հանուն խաղաղության անջատել, փաստորեն հանուն փրկության անջատել, փաստորեն
Արցախի փրկությունը Արցախը դատարկելու մեջ է պաստորեն։ Հասկացաք։ Ժողովուրդ, ես չգիտեմ, այն ոնց մեկնաբանեմ, որ մենք հասկանանք այս ապատեղեկատվության, այս ծայրագույն սադիկայության դեմն առնելու համար որքան կարևոր են այս հաղորդումները։ Ես ավել բան չեմ կարող անել, քան այս հաղորդումները։ Ես ավելին օգտակար լինելու իմաստով չեմ կարող։ Ձեզանից գնում է մեկ բան, օրական գտնել մեկ հոգու, ասել նայի։ Մի համաձայնվի։ Մի ասա վերջ դու այսօրվանից մեր ֆանատն ես, չէ, նայի։ Օրական մեկ հոգի ավել, մենք կփրկենք Հայաստանը։ Եթե սենց գնա, մենք կորցնելու ենք Հայաստանը, հասկանալ, գինը փրկելն ու կամ կորցնելն է։ Մեծագույն նշանակում է ամենամեծ, ամենակարևոր, ամենաառաջնային։ Մեծագույն նշանակում է, որ գալիս է իրավիճակ, որ դու հասկանում ես, որ անհամատեղելի է, կամեն պետք է լինի, կամեն պետք է լինի, դու պետք է կատարես ընտրություն։ Այդ է առաջնորդությունը։ Հասկացաք, ամեն պետք է լինի, կամ լինի խաղաղություն կամ Ղարաբաղ։ Եվ մենք որոշեցինք, որ խաղաղությունն է լինելու, խաղաղությունն է, երբ որ այդ խաղաղության դիմաց անընդհատ պետք է տաս։ Ու դա ներկայացվում է մի ամբողջ համայնքի 2 միլիոնանոց որպես խաղաղության ճանապարհ։ Այսինքն ճանապարհ դեպի սպանդանոց, դա ճանապարհ դեպի խաղաղություն։ Հասկացաք, միջև այդ, որ Արցախը կար, բանակը կանգուն էր, դա խաղաղություն չէր։ Դա հարցի լուծում չէր։ Այ որ հիմա դատարկել ենք ու մենք գնում ենք դեպի սպանդանոց, այ դա խաղաղությունն է։ Բայց միամիտ մասսայի համար դա հնչում է ճշմարիտ։ Ինչի՞, որովհետև ինքը այլընտրանք չի լսում։ Ու ինքը չունի համարձակություն, որ ասի դուք ինձ ապուշի տեղ չեք դրել։ Որտեղ ինքը չի մտածում, որ իրան դրել են կատարյալ ապուշի տեղ, ոչ թե ապուշի տեղ, բույսի տեղ։ Որովհետև այս ամեն ինչին լսել ու հավատալ ու լուրջ ընկալել պետք է լինել կատարյալ բույս, ուրիշ ամեն ինչ չկաստել։ Բայց այդ մարդկանց չես կարող մեղադրել, որ իրան կտենց են, որովհետև իրանք սովորեն հավատալ նրան, ինչին լսում են։ Սովոր են այս մարդիկ, էլի մանավանդ, եթե նույն բանը մի քանի հոգի են ասում, ուրեմն հաստատվեն սա։ Ու մի քանի հոգին հենց բոլորը սրանք են։ Եթե ամբողջ մեդիան իրանց ձեռն է, բնականաբար էս էլ պետք է ասեն։ Օրինակ, իրանց մեդիայում եմ լսել, արել Ղարաբաղը տվինք, հազիվ տվինք պրծանք։ Հազիվ պրծանք։ Մի հատ հիվանդ հեր ունեի, մեռավ, հանձնիկ ծերանոց արա հազիվ պրծանք։ Այսենց, այս մարդիկ քայլում են, այս մարդիկ ընդունում են որպես հյուր երևի, իրանց բարև տվող կա։ Եթե մեկը տենում են, էսի բարև է տալի, էսի ընդունում է, էսի ժպտում է, նշանակում է սա արդեն նոր նորմալն է։ Նորմալն է սա։ Հայաստանում դա նորմալն է արդեն։ Կապ չունի, որ դա Լոս Անջելեսը, բայց հայկական միջավայրի մեջ։ Եվ ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, քաղաքական թիմը վերցրել է իր վրա պատասխանատվությունը եւ ժողովուրդը հավանություն է տվել այդ պատասխանատվությանը։ Լսեցիք Գերագույն սուտը, ժողովուրդը հավանություն է տվել այդ պատասխանատվությանը, լսեցիք Արցախին հանձնելու ժողովուրդը հավանություն է տվել։ Բայց այս տեքստը ծերից ծեր լսողի համար սա բան չի։ Ժողովուրդը հավանություն է տվել, հա դե քվե է տվել, բայց ինչի համար է քվեն տվել։ Ներագույն Հակառակ դեպքում ասում եմ, 5 տարի է բան եք անում, իշխանապողություն եք անում, բա կանեք։ Լսի, ասել եք ընդ որ նույնիսկ չեք համարձակվում հանրահավաք անել։ Նույնիսկ Որ դուք չեք համարձակվում նույնիսկ հանրահավաք անել, նշանակությունը լսեք։ Հանրահավաք անել։ Որովհետև եթե այն ժամանակ կար 12000 մարդ մի կերպ փող միլիոններ ծախսերով հավաքում էիք, հիմա ուզում եք միլիոն ծախսեք, ուզում եք միլիարդ ծախսեք, չեք կարալու հավաքեք։ Ինքը չի ասում ինչի։ Ինքը չի ասում, որ 40-50 քար բանտարկյալ կա։ Ինքը չի ասում, որ ժողովրդների վրա նեռնակն են նետում։ Չի ասում, որ ծեծում ու ջարդում են վերջի բանով, վերջի ձևերով ու տեխնոլոգիաներով։ Չի ասում, որ մի հատ առանձինել ծեծող գվարդիա է հենց նոր ստեղծել։ Չի ասում, որ դրա համար էլ, ասենք, եթե զինվորականը ստանում է 2000 դրամ, 200,000 դրամ, իր ծեծողը ստանում է 400,000 դրամ, այսենց ասֆալտի վրա մեքենայի մեջ նստելու համար։ Չի ասում ինքը դա։ Ու ասում է դուք չեք կարող միտինգ անեք։ Բա գնացեք արեք։ Չեք կարողանում ասում անեք։
Լսողը ամեն մեկը դուրս է գալի իր բարոյական պատկերացումների մեջ։ Լսողը չի հավատում, որ կարող է այս աստիճան տականք լինի մարդը։ Այս աստիճան ձեռքերը բանը ձեռնաշղթաները գցի ձեռքին, կապից առից, ասի դիմադրի։ Եթե չես դիմադրում, ուրեմն համաձայն ես, որ ես քեզ հիմա բռնաբարում եմ։ Դե դիմադրի։ Չես կարող, չէ դիմադրես։ Նշանակում է դու դեմ չես, որ ես քեզ դիմադրում եմ, բռնաբարում եմ։ Սա ուրիշ բացատրություն չունի։ Ինձ կներեք, որ այսքան ես մանրամասնեցի այս բանի վրա, բայց տեղեկատվական դաշտում սա է հնչում։ Սա է հնչում ու այն միջին լսողի համար սա անպատկերացնելի է, որ մի ամբողջ հանրապետության վարչապետ կարող ասես բան ասի։ Ինքը չի կարող դրան հավատա, ինքը ասում է, փաստորեն իրանք իրանց չեն կալանավորել, իրանք ուղղակի իրանց հավատացող չկա, որ միտինգ չեն անում։ Դա ուրիշ բան, որ իրանց հավատացող կա թե չկա։ Հարցը ինչի, բայց չէ որ մենակ իրանք չեն, որ միտինգներ են կարողանում անել։ Ոչ մի շրջանում, ոչ Ռոբերտ Քոչարյանի, ոչ Սերժ Սարգսյանի ժամանակ այս քանակության ժողովրդի վրա էսենց բռնությունից ուզում եմ հիշեմ ուղղակի ծեծ ջարդ ամեն ժամանակ եղել է։ Նռնակն է սայթաղում էլ է եղել։ Չնայած չեմ ուզում դրանց էլ արդարացնեմ, բայց դրանցից ոչ մեկ չի կարող նայ ասի, հա, սայթաղում ջարդեցի քեզ։ Դե գնա միտինգ արա, դե մեզ չես կարող անես։ Դե գնա մի հատ էլ ապստան բիճել, մեզ չի կարող ասել, չես կարող անես։ Պատկերացրեք Սերժիկ Սարգսյանը պես բան ասել։ Սայթաղում, ասենք մարդկանց վրա նռնակներ շպրտելուց հետո, լրագրողներին ջարդելուց հետո, այն երախու աշկը վնասելու թափելուց հետո ասեր, այդ ինչի երկու հատ աշկով չես տեսնում, հա? Աշկը տվել հանել էին, չէ՞, Սայթաղում են տղու։ Այդ ինչի երկու աշկով, Սերժիկ Սարգսյանը պես բան չասել, սա ասում։ Չի նշանակում էլի, որ նա ավելի լավն էր, ուղղակի ավելի տականք է։ Բայց սա հասկանալով են մարդիկ պետք է նայեն այս հաղորդումները։ Ես այլ տարբերակ չեմ տեսնում, որովհետև երբ որ տեսնում եմ ինչ են պատմում ինձ, մարդիկ ինչ են մտածում, ինչ ինֆորմացիայի տարածքներում են իրանք ապրում, ես վախենում եմ մեր ապագայի համար։ Իրոք։ Կներեք, ընկել եմ մտքերի մեջ, Կարեն Հակիմյանն է կարդում։ Ասում եմ լավ, ասենք Քիվեստի բանը, փաստաթուղթ չկա։ Ինչա, դա նշանակում է, որ Արցախը Ադրբեջան է։ Բայց չի վախի համար դա էական չի, կարևորը որ ինքը բառերի շարունակություն ասած, շարան է ասում։ Ու դա ներկայացում է որպես բան։ Փաստարկ։ Ինչի մասին է սա։ Ինչի մասին է սա։ Սան պատասխանել են, որ թուրքական կառավարությունը ձեր նման իդիոտ չի։ Սա ասում է մենք ամեն ինչ անում ենք թուրքական կառավարության համար, միջանցք ենք խոստանում, չգիտեմ, դելիմիտացիա ենք խոստանում եւ այլն եւ այլն եւ այլն, բայց նույնիսկ միջանցք տալու պարագայում մենք վստահ չենք, որ սահմանը կբացի։ Պատկերացնում եք, իրանք էլ պատասխանում են, որ թուրքական թուրքերը դրման անասուն չեն։ Քանի որ ինձ գրողները, բողոքողները շատ են, որ իրանց շրջապատում կան մարդիկ, որոնք իներցիայով ուղղակի կրկնում են, որ խեղճ Նիկոլը ինչ աներ։ Կարդացեք սա։ Ինչ արեց սա։ 20 թվականի նոյեմբերի 7-ին տվեց Շուշին, որ փրկեմ Ստեփանակերտը։ Նոյեմբերի 9-ին ստորագրեց, նվիրեց Արցախը, որ փրկի 30,000 զինվորի, հետո 35, չնայած սկսել էր 25,000 զինվորից։
Սև լիճը նվիրեց, որովհետև չարժի կռվել այդ 30%-ի համար, լճի 30%-ի համար։ Սոտքը տվեց, որ փրկեն Վարդենիցն ու Սևանը։ Գորիսկապան ճանապարհը տվեցի, որ Միջանցք չլինի։ Միջանցք տվեցի, որ փրկեմ Սյունիքը։ Սյունիքը տվեցի, որ փրկեմ Արարատը։ Արարատն ու Տիգրանաշենը տվեցի, որ փրկեմ Երևանը։ Երևանը տվեցի, որովհետև սիրում եմ, հպարտանում եմ ձեզանով։ Սա իրականությունն է, ոչ մեկ չի կարող ասի, որ սա սուտ է։ Սենց դրեք թող Նիկոլ սիրող ընկերները կարդան սա։ Թողիկոս, որ ենթարկվի ինձ պետք չկա թողիկոս, որ ենթարկվի ինձ պետք է կաթողիկոս, որ չի ենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի եւ ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտների։ Հասկանում եք սա ինչ է նշանակում։ Սա լսողը մտածում է ճիշտ է ասում Փաշինյան Նիկոլը։ Ինքը չի հասկանում, որ Փաշինյան Նիկոլը հենց հիմա իր վրայա ցուցմունք տալի։ Այսինքն փաստորեն հայկական պետականության մեջ կա մեկը, ով օտար երկրյա գործակալ է, ով ամեն օրվա ռեժիմով զեկուցում է օտար երկրյա գործակալ ինչ որ լեյտենանտի։ Սա ասում է հանրապետության վարչապետը։ Այս զեկուցողն էլ կաթողիկոսն է։ Այսինքն ինչ է ասում սա։ Որ ես գիտեմ, որ Հայաստանում կա օտարերկրյա գործակալ զեկուցող եւ օտարերկրյա գործակալ, որին զեկուցում են։ Սա ինքը մոռացել է, որ ինքը անդիմադիր պատգամավոր չի, որ ինքը վարչապետն է, որ սրա համար պետք է իր կացը պետին կախած լինեին, դատախազին կախած լինեին, քննչականի պետին կախած լինեին, բայց փոխանակ դրա մասին մտածի։ Ինքը ասում է կա մեկը, ես չեմ ուզում, որ իմ կաթողիկոսը լինի օտարերկրյա գործակալ, որը զեկուցում է օտարերկրյա ուրիշ գործակալ լեյտենանտի։ Հասկացաք։ Հարց. ինչու ձերբակալված չի։ Ինչու ձերբակալված չի իրան չձերբակալողը եւ ուրեն քրեական գործերը։ Դուք հասկանում եք։ Սա այս հարցը կտամ ես, հասարակ լսող այդ հարցը չի տալի։ Ինքը որովհետեւ ուրիշ ձև է պատկերացնում էլի պետությունը։ Պետությունը դա մի հատ քուչա է, դուքյան։ Որտեղ օրենք չկա, որովհետեւ իրանք ներքին օրենք են ընդունում, ասենք սենց կանոնակարգ են ընդունում, որ պետք է ենթարկվենք օրենքների։ Մեկն էլ ասում է, տեսա, իրանք կանոնակարգ են ընդունել, որ ենթարկվեն օրենքների ու բարոյական չափանիշներին։ Չի ասում, այ անասուն, դու անդաստիրակ ես, անդաստիրակ ես, որ դու պետք է կանոնակարգ ընդունես, որ էթիկայի կանոններ պաշտպանես։ Ուրեմն դու հանցագործ ես, որ չես հասկանում, որ օրենքները սահմանվում է սահմանադրությամբ օրենքներով, հա, ոչ թե քո ընդունած կանոնագրքով։ Այս հարցերը հասարակ լսողը չի տալի, այս հարցերը տալիս ենք ստեղ իրանց։ Ու այս բանին, այս խոսքին, որ ասում է կաթողիկոսը գործակալ, ասում է փաստորեն դու էլ գործակալի հանցագործությունը կոծկողն ես փաստորեն։ Փոխանակ իրան ձերբակալես, իրան ուզում ես փոխարինես ուրիշ հանցագործով։ Ուրիշ ո՞ր հանցագործով։ Ուրիշ ես հանցագործ։ Բարև կտամ իմ յարին, բարև կամար ունքերին, բարև անուշ համբույրին, բարև սիրուն աչքերին, բարև Մուհամմեդ։ Բայց հարց եմ տալի, դու ստուգ ես, որ էսի հանցագործ չի։ Չէ՞ որ դու ինքն ես ասում, որ սա հանցագործ է։ Բայց երեք իր այն բոմժ հնթի աներզակն է, չի ասում, բա ով փոխի։ Բա իհարկե, բա ուրիշ չկա։ Ուրիշի վրա կամպրամանտ չունեն, որտեղ ոչ մեկ եթե դու չունես կամպրամանտ, ոչ մեկ կաթողիկոսի դեմ դուրս չի գալի։ Ինքը գտել է կամպրամատով մեկի, որ արդեն հանցագործ է, ուզում է մի հանցագործին փոխարինի ուրիշ հանցագործի։ Ընդ որում կաթողիկոսի մեղադրելով պետական դավաճանության մեջ, բայց պետական դավաճանությունը գիտեք ինչ, դե ոչինչ կներեն կաթողիկոսը, հանենք իրան։ Ինքը նաև որոշում է, որ ինքն է օրենքն ու դատարանը։ Լրտեսին դատում են, թե ուղղակի հանում են կաթողիկոսի պաշտոնից։ Սա որպիսի արդարացնի իր ասածը, պատրաստ է ամենավերջի էշությունը դուրս տալ, որը որ էշություն չի, դա ցուսմունք է հենց իր դեմ։ Բայց նույնիսկ ասում հասարակ լսողին սրանք անհասանելի բաներ են։ Ինքը ուրիշ ձև է պատկերացնում։ Պետության մեջ դե հա Նիկոլ Ասիչն է, ոնց որոշին հենց էլ կլինի։ Ինչ օրենք, ինչ սահմանադրություն, ինչ բան դե տենց եկել է, տենց գնալու է, էլի։
իրենց գիտի հասարակ լսողը իր պատկերացումների մեջ պետությունը մի հատ բոստանա, որ ով ինչ ուզի անի։ Զաբորչենը էշնել կմտնի։ Նույն լրիվ նույն պատկերացումներն է մարդկանց մասին, հայ մարդու մասին, այդ ներողություն, հայ մարդու մեծամասամբ պետականության մասին ունեցած պատկերացումը հենց այդ բոստանն է, որ զաբորչենը էշնել կմտնի։ Կարելի է, նորմալ է։ Գնանք մյուս հանցագործին։ Տանան դևերը եւ նրանց գործակիցներն են Գյումրու Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Ռուբենը սրտնեղած է։ Երեկվանից համացանցում տեղեկություն են շրջանառում, թե Շիրակի թեմի բոլոր քահանաները հրաժարվել են Փաշինյանի մասնակցությամբ պատարագին շրջանցել Վեհափարի անունը, բացի մի հոգուց ու այդ մեկը ինքն է։ Ես կանենին ասել եմ, որ ես իրավունք չունեմ այդպես բան անելու 25 տարի ես Վեհափարի անունը տվել եմ։ Ինչի մասին է խոսքը։ Ես էլ եմ սա եք լսել, այսօր եմ կարդացել, որ Կարենը, այդ իր ԵՊՀ այդ համասանի Գյումրու մասնաճյուղի տնօրենը ասել է, որ բոլորը հրաժարվել են, մենակ էսա համաձայնվել, Զեղչի։ Պատկերացնում ինչ բան է, չէ, տերմինը, Զեղչի կաթողիկոսին մեկ էլ իրանց բանի, թեմի առաջնորդի անունները չտա, Զեղչի։ Զեղչի տակ են, էլի բոլորը։ Բարձումը սուտ է, լսեք։ Արդյոք Նիկոլ Փաշինյանն այս կիրակի երկրաշարժի զոհերի հիշատակի օրը մտադիր է Գյումրիում պատարագի մասնակցել։ Այս մասին պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, սակայն քահանայի խոսքից հասկանում ենք, որ այդպիսի մտադրություն կա։ Ավելին, ըստ Տեր Ռուբենի, Փաշինյանը ցանկանում է, որ հենց ինքը պատարագի։ Մի առիթով վարչապետը մասնակցել է իր մատուցած ծեսին։ Քահանան դեմ չէ, սիրով կպատարագի։ Վարչապետին բարեպաշտ քրիստոնյա է համարում, բայց խնդրում է եկեղեցու գործերին չխառնվել։ Մենք ձեզ որ հարվում ենք, դուք էլ Նրա հետ մի շարք մարդիկ են բանակցել։ Քահանան պատմում է, նույնիսկ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն են Վեհափարի անունը պատարագից չեզոքացնելու հարցով իրեն դիմել։ Ես ասել եմ, ես տվել եմ, կտամ ու հետի պիտի տամ։ Երեք էլ իմիջիալոց ասեմ, այստեղի ասեի եկել էի Շիրակի, բա Տերաջան խնդրում։ Ասի ես գիտեմ դուք հիմա ինչ եք եկել խնդրելու։ Ասի դա բացառվում է։ Ես որ ասում եմ, այս դավաճանությունը կազմակերպված ԱԱՑ-ի կողմից Փաշինյան Նիկոլ ուղղակի ես լակոտն է, որ այս կողմից են կողմ են բաղադրացնում։ Իր դեմքով է ալվում ու դրա դիմացել վճարվում է ըստ պայմանավորվածության։ ԱԱՑ-ը ընկելա այս կարգի դավաճանություն, սա ԱԱՑ-ը չի, ազգային ոչ թե անվտանգության, ազգային դավադրության ծառայություն է սա։ ԱԴՑ-ը, ԱԱՑ չի։ Սա ազգային դավադրությունն է, որը կազմակերպ, թե չի Նիկոլը ում շունն է։ Նիկոլին տանը չեն ճանաչում նույնիսկ։ Իրաց պադյեզդում չեն ճանաչել Նիկոլին։ Իմացել եմ այդ փնտի գործնվող գնում գալիս է, բայց նա ով էր, որ այս ամեն ինչը աներ։ Հիմա է ԱԱՑ-ն են գա, ցած դուր ծեծում է, որ տեսնի ելով կա իրանց նման դավաճան։ Այստեղ իրանց բախտը չբերես, փաստորեն Գյումրիում չեն գցել դավաճան։ Դե հիմա ինչ է կարծում, այս վիժվածքը կգնա դեկտեմբերի 7-ը պղծելու։ Դեկտեմբերի 7-ը հենց ընկել է կիրակի է, հետաքրքիր է։ Կգնա պղծելու։ Ես չեմ կարծում։ Ինքը պետք է գնա լսի կաթողիկոսի անունը։ Չէ։ Ինքը գնա միտեղ, որտեղ ինքը պարտվեց։ Չէ, չի գնա։ Գразգանք, չի գնալու։ Եթե իհարկե ուրիշ չգտնեն, կամպրամատ չգտնեն, հա, որ ջարդեն մեկին, չեմ գրպանը պալանքցեն, ասեն, հոպա, դու մերն ես։ Ես հիմա ասում եմ, եթե ոչ մի քահանա չկոտադրվեց, չգտան վրեն կոմպրոմատ, ինքը չի գնալու դեկտեմբերի 7-ին Գյումրի։ Դե, ապրենք տեսնենք, բայց այն ինչ որ դա եղել է, ու այն հանգամանքը, որ այս ԵՊՀ այդ իրանց մասնաճյուղի տնօրենը գնացել է, միջամտել է, 100% եղել է։ Վեհապարը գործող հարապետն է մեր։ Մենք իրավունք 25 տարի պատարագների տվել են, ու էլի պիտի տամ։ Ըստ Տեր Ռուբենի Սուրբ Հակոբում պատարագի մասնակցելու Փաշինյանի մտադրության ու քահանայի նախընտրելի պահվածքի մասին տնտեսագիտականի Գյումրու մասնաճյուղի ղեկավար Կարեն Պետրոսյանն է ասել։ Վերջինս 2018-ին Նոր Հայաստան, Նոր Հայրապետ շարժման նախաձեռնողներից էր։ Որը հրաժարվել է, որ ինքը տեսման ասը, որ գնացել է, որ բան անի,
վերբով կանի, հետո իր մոտ չի ստացվել, ԱԱԾ-նա գնացել։ Բայց չստացվելուց հետո սա լուր էր տարածել, թե ինքը բանը։ Ասեմ, շատերն էլ արդեն անիծում էին այս մարդուն։ Խայտարակություն, կատարյալ խայտարակություն։ Հիմա այս ԱԱԾ աշխատողներին եմ ուղղակի ուզում մի բան ասում, էլի։ Մի նստեք։ Ձեզ ով է երաշխիքներ տվել, կարող եմ իմանալ։ Գիտեք, չէ, ընդամենը 2-3 զանգ է պետք, որ իմանամ ձեզ ով է այդ երաշխիքները տվել։ Գիտեք ինչի չեմ անում այդ 2-3 զանգը, որովհետև նույնիսկ չեմ հավատում, որ աշխարհի վրա մեկը կա, որ ձեզ կարա երաշխիք տա։ Չի կա։ Այն Արցախի տղեկին էլ էին իրանց դավաճանության դիմաց երաշխիք տվել, որ դուք հաստատ դուք արեք այս ձեր փողերը, գնացեք վայելեք էլի, ինչ Արցախ, ինչ եք ինգե Արցախից հետևից։ Ինչա, լյովը չգիտեր, որ այտենց է լինելու, որ Արցախը դատարկվելու է, գիտեր, ինչ է հանգիստ, որովհետև ինքը չէր մտածում, որ ինքը հայտնվելու է, Լևոն Մնացականյանի մասն է խոսքը, ինքը չէր մտածում, որ ինքը հայտնվել է թուրքական բանակում, կներեք բանակում եմ ասում, բանտում։ Հիմա այսքանը տեսնելուց հետո ազգային դավադության ծառայության աշխատակիցներ։ Ձեզ ով այդ երաշխիքը տվել։ Ես ձեզ ուրիշ ոնց օգնեմ։ Ձեզ չէ, ձեր ընտանիքները ես ուրիշ ոնց փրկեմ ապագա կոտորածներից։ Ինչ եք անում։ Լավ հասկանում եմ արժանապատվություն չունեք, հայ արյուն ձեր մեջով չի խոսում։ Եթե միտեղ փողը կա, դուք արդեն ամեն ինչ ուրացել եք ընդդուք մինչև ձեր անցավորներին եւ ապագային։ Արդեն ամեն ինչ ուրացել եք։ Ես ես ուրիշ ինչու կարող եմ օգնել։ Եթե ձեր բախտը չբերի, մենք ձեզ չկարողանանք փրկել, ձեր հետ լինելու է ինչ որ եղավ արցախցիների հետ։ Բարձա չէ ինչ է եղել։ Գնանք առաջ։ Նայեք։ Հայաստանի թուրքական կուսակցությունը դեմ է հայ առաքելական սուրբ եկեղեցու պաշտպանությանը։ Հարգելի ընկերներ, Նիկոլ Փաշինյանի քարոզչական կարևորագույն դեմքերից մեկը Ժիրայր Լիպարիցյանը հանրայինի եթերում հարցազրույց է տալիս եւ փորձում է տպավորություն ստեղծել, որ իր դուրը չի գալիս, երբ որ այլ երկրներից մեկնաբանում են Հայաստանում տեղի ունեցող զարգացումները։ Եկեք լսենք Ժիրայր Լիպարիցյանի խոսքը։ Ինձ համար քիչ դարօրինակ է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը Մոսկվայում իր մամլո ասուլիսին բաշտոնավես մեզ կկարոզե, որ մեր եկեղեցին մեր պատմության մեջ որքան կարևոր է։ Նեղվել այդ հանգամանքից պատկերացնում եք։ Սա Լևոնի խորհրդականն է արտաքին գործերի հարցերով։ Դուք ինչ շանս կար, որ մենք այդ թվերին պետք է ունենայինք sense ազատ անկախ երկիր։ Ինչ շանս կար։ Ու միջև հիմա ինքը նեղված է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը ասել է ձեր եկեղեցուն ինչ է։ Փոխանակ շնորհակալություն հայտնի, փոխանակ շնորհակալություն ասի, նեղված է։ Բայց սա վերջ չի, շարունակությունը լսեք։ Սա ընդունելի բան չէ։ Չգիտեմ ինչու մարդիկ ընդունելի։ Եկեք հիմա էլ լսենք, թե ինչ է ասել Ժիրայր Լիպարիցյանը Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունների մասին հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ։ Գիտեք ինչու ոչինչ չենք միացնում, որովհետև Ժիրայր Լիպարիցյանը ոչինչ այս թեմայով չի ասել։ Ինչու իր դուրը չի գալիս այն, որ Սերգեյ Լավրովը պաշտպանում է հայ առաքելական սուրբ եկեղեցին, որովհետև Թուրքիան եւ Ադրբեջանը դեմ են հայ առաքելական սուրբ եկեղեցուն, ինչի վկայությունն էր հենց Ալաշուքյուր Փաշազադեի հայտարարությունը։ Ընդհանրապես տասնամյակներ շարունակ թուրքական պետությունը պայքարել է հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ, որովհետև դա մեր համար կարևորագույն ինստիտուտներից մեկն է, եթե ոչ ամենակարևորը, որը Սփյուռքը իրար է կապում եւ Սփյուռքը կապում է Հայաստանի Հանրապետության հետ։ Այդ իսկ պատճառով Լավրովի խոսքը այս մարդու դուրը չի գալիս, որ իշխանությունների կարևորագույն քարոզիչներից մեկն է, բայց Փաշազադեի խոսքերի վերաբերյալ նա ոչինչ չի ասում։ Ոչ միայն ոչինչ չի ասում, այլ ուտում դուրն եկել է։ Փաստորեն ինքը համաձայն է Փաշազադեի հետ, անհամաձայն է Լավրովի հետ։ Դե դուք ասեք ով է Ժիրայր Լիպարիցյանը։ Ժիրայր Լիպարիցյանին ընդունում են Սփյուռքում։ Նախ ուզում եմ ինքերոջ շնորհակալություն հայտնել։ Ես իրեն չեմ ճանաչում, բայց գիտեք չէ՞ որ ես այս եթերում հողումներ եմ անում երիտասարդների, մարդկանց, եւ ուզում եմ իրանց դուք էլ ճանաչեք, որտեղ լավ գործ են անում։ Որտեղ լավ գործ են անում, իմ պարտն եմ համարում, որ մենք իրար ճանաչենք, դուք իրար ճանաչեք, օգնեք իրանց զարգացմանը, գտեք իրանց, ուղղակի անազգան չգիտեմ, չեմ կարող ասել։
Ամեն դեպքում ես իրեն շնորհակալ եմ։ Եթե ճանաչում եք իմ կողմից իմ շնորհակալությունը հայտնի։ Փաստորեն այս մարդը գոհա Փաշազադեից, դժգոհա Լավրովից, որ պաշտպանում է մեր եկեղեցուն։ Ու այս մարդուն ընդունում են Սփյուռքում, ու այս մարդը հենց Սփյուռքի ծնունդ է։ Ես որ ասում եմ տարիներ շարունակ թուրքական ծառայությունները տիրապետել են, ղեկավարել են Սփյուռքը, նաև թուրքական ծառայությունները։ Խնդրեմ, սա պտուղն է։ Եվ ոչ միայն թուրքական ծառայությունների իհարկե։ Սա հիմա Սփյուռքում էսի որ մեկին տեսնի, նույն ձև դիմավորելու են, ինչ եք կարծում։ Իսկ կարծում եմ ամենայն հավանականությամբ այո, գիտեք ինչի։ Դե իրենք տեղակ չեն այս մանրամասներին։ Ինչու տեղակ չեն։ Չեն լսում սա։ Դա ման եմ ասում։ Տարածել է դա պատերազմի մասնակցելու նման մի բան է այսօրվա։ Մասնակից եղեք այս պատերազմին, ինֆորմացիոն պատերազմին։ Սա էլ եմ ուզում նայեք։ Սա խաչքարի կտլորին է։ Եվ այս խաչքարը կերտված է 1283 թվականին։ Այս տեսակ 6-7000 խաչքարեր նրանք ոչնչացրեցին Նախիջևանում։ Այստեղ այս երկու գրքերը նոր հրատարակված բրոշյուրներ են, այսպիսի 6-7000 խաչքար ոչնչացվել են Նախիջևանում։ Սա ասվում է Հռոմի պապոտ։ Եվ Ճիվաղը այս մարդուն ներկայացնում է որպես գործակալ, որը զեկուցում է ինչ-որ լեյտենանտի։ Հարցը դա չի։ Այս բաները վաղուց կառլանավորել էին քրեական գործներ բերել։ Էլ ինչ պայքար, էլ ինչ, չգիտեմ, փիլոնազրկում եւ այլն, սա քրեական գործ է, բայց ոչ, սա է պատճառը իրականում։ Սա, որ Հռոմի պապին, նաեւ Հռոմի պապին, դեռ չգիտեմ, Ժնևում, բանի խոսում են արցախցիների վերադարձի մասին, խոսում են Նախիջևանում ոչնչացրած այս 6-7000 խաչքարի խաչքարը որոշ տեղերում նաև գերեզմանակար է։ Սա գերեզման պղծող են, գերեզման պղծող ու այս պիղծերը մեզ տանում են գերեզման պղծողների տակ տեղավորելու, որոնք իրանց կերպարը չեն փոխել։ Եվ սա լիքը մարդ համաձայն է, գիտեք ինչի։ Մոռացել է։ Հավատում է Փաշինյան Նիկոլայի շություններին եւ ոչ միայն Փաշինյան Նիկոլայի։ Տարածեք ջան։ Սա նաև սա է։ Սա գիտեք ինչ է։ Սա դա բարձրացնում։ Լավ, ամեն դեպքում։ Թուրքիայի մա։ Տոնածառը դրացավ։ Արձակվել են վրան։ Իսլամիստները։ Սա է Թուրքիան է։ Ու սրանց բերելու են Հայաստան 300, 400, 500,000։ 3 խաչքար ոչնչացնողներին, տոնածառի վրա արձակողներին։ Թուրք լրագրողը դատվում է հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալու համար։ Շուտով Հայաստանում էլ կդատվեն հայոց ցեղասպանության անդրադառնալու համար։ Հետաքրքիր բան է ասում։ Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են 109 տարի շարունակվող սուրբ վերնագրով հրապարակման համար Թուրքիայի քրեական խոսքով։ Թուրքիայի հայ երիտասարդները պատմում են։ Թուրքիայում հայ երիտասարդները չեն մոռացել, պատմում են։ Հայաստանում հայ երիտասարդներին ասում են մոռացի։ Դες բան չի եղել։ Մոռացի, քեզ ինչ տակ։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը Facebook-յան իր էջում գրել է. «Մի հատ պատկերացրեք, էլի Ադրբեջանում 10-11-րդ դասարանի աշակերտների շրջանում շարադրությունների մրցույթ է, թե ով ավելի լավ նյութ կգրի, որ Հայաստանը ադրբեջանական հող է։ Ըստ ադրբեջանագետի Հայաստանի Հանրապետության դեմ ամենօրյա ռեժիմով գծվում է զավթողական ծրագիր։ Այս ծրագիրը ակտիվացել է Ալիևի նոյեմբերի 3-ին իրենց Գիտությունների ազգային ակադեմիայում ունեցած ելույթից եւ դրա արդյունքում իջեցված հանձնարարականներից հետո։ Elov ağzım Türkiye'yi takip. Elov. Հիմա գնալու Շիրակ։ Եթե իհարկե քնի նման ճիվաղի կանոնների մեջ, որ կպղծի մատարակը եւ Ղուրանա եկեղեցու սոր ներկայացուցիչ չի վերապարի անունը Շիրակում։ Ու իրանք Շիրակում էս հարցը պետք է տան։
Նայի աղքատության ցուցանիշը։ Նայեք 43% Շիրակի մարզում։ 43% աղքատություն Շիրակի մարզում։ Ուրիշ ինչ կարող է լինել ավելի ասենց ասեմ, չչացող ցուցանիշ, քան 43% աղքատությունը։ Բայց այս մասին Տավուշում 39%, ամենը 40, 39.9 Տավուշում։ Իր հայրենի Տավուշում։ Վայոց ձոր 30%, ու սենց Գեղեցկունիք 27, ու սենց իջնում է։ Եթե մի երկրում կա 43% աղքատություն, թեկուզ մի մասում։ Եկեք ի՞նչ է։ Նշանակում է այդ երկրի ղեկավարությունը ինքը արդեն հանցագործ է։ Հանցագործ։ Բայց որ իրեն հարցնես ինչի է 43% աղքատություն, ինքը կսկսի պատմել մի բան, որ դեռ այդ կապ չունի, վերջում կպարզվի իր համար։ Ու լսողի համար։ Ու իրանք փրկել են Հայաստանը։ Որտեվ իրանք ամոթ չունեն։ Կասեն 43% պետք է լիներ աղքատությունը, որովհետև դա օբյեկտիվ իրականությունն է, այ որ ունենանք խաղաղություն, 43% աղքատություն չի լինի։ Վերջ, սանով հարցը կփակվեր։ Բա, ասեմ ձեզ, Սերժ Սարգսյանի ժամանակ այս տոկոսը 35 էր, ոչ թե 43։ 35-ից թռել է 43։ Հա, բայց ես ասում եմ, այս թվերը հո չեն իրենք հրապարակում լայն մասաների համար։ Լոս Անջելեսում ապրողները մեծ մասը, ովքեր օգտվում են հիմնականում այս զոմբայաշիկից, կամ լսում են հիմնականում ճիվաղամետ նեղահայերի քարոզիչ, իհարկե չգիտեն այս թվերի մասին, իրանց այդ մասին չեն ասում։ Իրանց ներկայացնում են բանը Եվրոպայի հետ ստորագրված համաձայնագիրը, որի տակ ոչ մի բան չկա, բացարձակապես ոչ մի բան չկա, 43%-անոց աղքատության մասին չեն խոսա, եւ աղքատության դեմ գիտեք ոնց են պայքարում, այսպես։ Նայեք։ Մենք ինչ ենք ասում, ասում ենք լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով, 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Ապրես Մարության, սպասի գամ քեզ մի հատ պաչեմ։ Ինչ է տալու։ Ինչ է փոխելու թոշակառուի կյանքի մեջ է 11,000 կամ 10,400 դրամը։ Ոչ մի բան։ Ավելովը թույլ չլինի։ Ինչ է, մեկը բան չի փոխելու։ Բայց դա դիմաց միլիարդավոր դոլարների թալանը իրանց կյանքում փոխում է։ Միլիարդավոր դոլարների մասին է խոսքը։ 11,000 դոշակ իրանց ի՞նչ է փոխել։ Մեկը աղբետ քո կյանքում դա չի փոխելու ոչ մի բան։ Քո ինչին է պետք է 11,000 դրամը։ Հիշեցնեմ Բերսելևայի խոսքերը։ Այն մարդը, որ կորցնում է բարոյականության նորմերը եւ ամոթի զգացողությունը, ինքը անասնանում։ Սա գիտական տերմին է։ Սանց գիտեք ովքեր են։ Սա կես լակոտների ծնողներն են, որոնք են երեխուն ծեծում ու նկարում էին 4 հոգով։ Պարզվում է սրանց բոլորի ծնողները, սրանց ծնողը կներեք, այս համակարգի աշխատողներ են։ Ուրիշ ձև չէր կարող լինել, հասկացեք, այս կարգի երեխա կարող են մեծացնել բացառապես ԿՊ-ականի ընտանիքում։ Դուք հասկանում եք սա ինչ կարգի վնաս է տվել, այս նեռահայերը ինչ կարգի անեծք են այս պետականության վրա։ Նեռահայերը։ Ծնողներից մեկը Մանուշ Առաքելյան զբաղվում է Զորական գյուղի մանկապարտեզի տնօրենն է։ Զորականի մանկապարտեզի տնօրենն է։ Տղեն կարա լինի այլանդակ, ուրեմն խնդիր չունի։ Մյուսը Սուրեն Մարտիրոսյան, Զորական համայնքի վարչական ղեկավար։
Մեկը վարչական ղեկավարի Թուլենա, մեկը մանկավարտեզի տնօրենի Թուլենա։ Այդ երեխան էլ խեղճ երեխա, ոչ մեկ երեխու ծնողները եւ բարոյական են, կպայական չեն, իրանցից մեկը չի։ Մյուսը Ամալիա Պողոսյան, Արտիկ հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանի կինը, նույն Գյուրի դպրոցի փոխտնօրեն, համ ամուսինը կպայական, համ էլ ինքը փոխտնօրենն է։ Մյուսը Դենտիլ Արտիկ քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ։ Հասկացաք։ Հասկացաք, այս ընտանիքներում արդեն ինչ է մեծանում։ Բա ները հայերի ընտանիքում ինչ պետք է մեծանալ։ Սա վերաբերվում է այսօրվա ԱԱՑ-ում աշխատող, այսօրվա դուք ասեք, այս ոստիկանական, բերետավորների, քնչական, դատավորների, դրանց ընտանիքներում են նույն բանը մեծանում։ Նույն երեխեքն են մեծանում, սա ինչի համար է, սա ստորագրահավաք է, հանրային պահանջ, սրանց անցնող ծնողներին աշխատանքներից ազատելու համար։ Իմացա, որ 1100 արդեն մարդ է միացել է ստորագրան։ Ես այս լինքը կդնեմ վիդեոյի տակ։ Դուք կարող եք մտնել ու մասնակցել, ընդամենը 2 հատ կոճակա սխմում եք, անուն ազգանուն եւ էլեկտրոնային հասցե։ Ու մասնակցում եք միանգամից ստորագրավակին։ Շատ հեշտ է։ Ես կդնեմ, խնդրում եմ մասնակցեք։ Արդեն 1100 ստորագրել է։ Գիտեք ինչ են այս ընտանիքում սենց։ Որովհետև այս ընտանիքում բարոյական նորմեր չկա, չի աշխատում։ Բարոյական նորմերը գիտեք որն է։ Այն որ փողոցում երեխեքին սորացում չի կարելի է 4 հոգով մեկի վրա հարձակվել, ամոթ է։ Ու տղա ես մենակ հարցերից։ Սրանք այդ կոդեքսով չեն ապրել։ Ոհմակով, արա ինչ բարոյականություն, ինչ արդարություն, ինչ հավասարություն, կամ ինչ իմպաթիա, կարեկցանք։ Սրանց ընտանիքներում կարեկցանք չի եղել։ Սրանք թքած ունեն Արցախում սպանվածների վրա, Գյուղում, Հայաստանում սպանվածների վրա, Արցախի տեղահանվածների վրա, հասկանում եք, ընտանիքի միջավայրը մթնոլորտը թքած ունենալ ցանկացած մեկի վշտի վրա, նույնիսկ եթե վշտի պատճառը դու ես։ Թքած ունենալ։ Դե այդ ընտանիքում ինչ պետք է մեծանա, հրեշ այն, ինչ որ աչքներովս տեսանք։ Ես ասում եմ, այս ամեն ինչը իր հետևանքներով ձեր տունը քանդելու, դուք մտածում եք, այդ թուլեքը վաղը մեծանան ձեզ վնաս չեն տալու, դուք դեռ պիտի բարելեք ձեր թուլեքի պտուղները։ Այս սուրը ձեր սրած վերադառնալու է ձեր դեմ։ Ձեզ վաղը նույն ձևի շպրտելու են ծերանոց, ասեն արա հազիվ սատկեց այդ բիձեն կամ պարավը, հազիվ գնաց պրծանք, թոքեր ընգած մեր վզից։ Հասկացաք դուք ում եք, դուք հրեշներ եք մեծացրել, ես որ ասում եմ ես ձեր շպրտած բումերանգը ամեն ձևով վերադառնալու է ձեր տուն, ես պատական չեմ ասում։ Եթե իհարկե ձեր բախտը բերի, որ դուք հասնեք զեյության տարիքի, մեկ է ձեր թուլեկներ այդ ժամանակ ողջ ունեն։ Իհարկե եթե ձեր բախտը բերի դրան։ Ես լինքը կդնեմ, խնդրում եմ անպայման մասնակցել։ $2 միլիոն համագորյա ճոխ զարդարանների համար եք ծախսում, հետո ասում եք դառնում եք երեխաներին ուրախացնելու համար։ Դուք այս նման երեխեքի մասին եք խոսում, որոնք հանրային դպրոցներում զուգարանի թուղթ չեք տալիս, օճառ չեք տալիս ձերքերը լվանան, այդ չեմ ասում տաք ջուր։ Այդ նույն երեխեքի մասին եք խոսում, որ 5-ից 1-ը թեր սնված է, բայց դպրոցներում ճաշ չեք տրամադրում։ Նույն երեխեքի մասին եք խոսում, որի վրա փակել եք հանրային մարզադահլիճները, շոկ ամառը ցուրտ ձմերը, մեկ բաց մարզասրահ չկա, երեխեքը սպորտով զբաղվեն։ Մարզադահլիճների հատակները փնթած է, դուք միլիոնավոր դոլարներ եք ծախսում, նորմալ քայլող մայթերի վրա սալիկներ եք դնում։ Միան մտեք Արաքիի մարզադահլիճի հատակը նայեք, ոտից կեսի չափ փոսեր կա, դուրս են գալիս, տեսնում մայթեր քանդեք, նոր սալիկներ եք դնում։ Այս հատուկ եք անում, որ ապակա սերունդը գործանեք, թե իրականում այսքան անհասկացող եք։ Շնորհակալ եմ, պարոն Զարուկյան։ Բայց ներահայերի պրոպագանդիստները սա մասին չեն խոսա։ Իրանք չգիտեն, չեն լսում։ Իրանց TV-ները սա մասին չեն, ոչինչ չեն ասում, ժողովուրդ չեն։ Ես համոզմունք ունեմ ներքուստ, այս թվերը լսող միջին հայ, սենց ասեմ,
ինքը չի ոգևորվելու, չի ասի դե լավ, հա։ Չի ասելու, ինքը կարող է սկսի մտածել։ Ու մեծ հավանականություն կա, որ սկսի մտածել։ Ժամանակ եմ կարևորում ինֆորմացիայի տարածումը։ Ասենք, այս են ինֆորմացիան է, որ քչերի, եթե ինքը քիչ մարդկանց դիապետության տակ է, ազդեցությունները լինում է փոքր։ Ինչքան շատ լինի այս դիապետումը, տարածումը, ազդեցությունները այնքան կլինի համարժեք։ Դամից ես որ խնդրում եմ օգնել այս ալիքին, դուք տեսնում եք այսօր ինձ ինչքան նյութ են ուղարկել, մատ խնդրում եմ նայեք էլի, տեսեք էսի։ Նայում եք այն վերևի փոքրիկ կետերը։ Ես այսքանը 4 այսքան եմ կարդացել։ Որ ֆիլտր եմ, դասավոր եմ այս տրամաբանական հերթականությամբ, որ մենք կարողանանք այս հաղորդումներն անել։ Սա այս ամեն մի հաղորդման թիկում բայց ֆիլմ է նկարվում սա։ Ու ուզում եմ, որ սա ազդեցությունը լինի համարժեք, ոչ թե ինձ համար, որտեղ իմ նպատակը այս վիճակը փրկելն է։ Իմ վիճակ, իմ նպատակը, որ իմ երեխան մեծանա մի միջավայրում, որտեղ են թուլեքի արածը դատապարտվելու է, ոչ թե մենք ստորագրը հավաք էինք անելու, այլ այդ տարածքի հարգված մեծը կկանչեր այս թուլեքին, կսատկացներ ծնողներին էլ հետը։ Կասել արա դուք բանի տղա չեք։ Կարգ կա, կանոն կա, հարգանք կա, ձև կա։ Ու դրանից հետո ոչ մեկ ռիսկ չեր անի։ Մի անգամ եղածը դա կարող լինել ուղղակի տարածքի ոստիկանը կարող լիներ։ Եթե տարածքում իհարկե ոստիկանություն լիներ, համայնքի պետի թուլեն չէր կարող sense բան անել։ Բայց այսօր համայնքի պետը ոստիկանա ծեծում իր բարեկամներով, մեքենան գույքը վնասում են, վերջում է քրեական գործ են հանդիսում ոստիկանի վրա։ Հասկացաք մենք ինչ միջավայրում ենք։ Բա ուզում եք այդ համայնքի պետի թուլեն իր մյուս թուլեկի հետ խելոք երեխա չծեցի։ Հիմա պարտադիր է որ մեր երեխեքի ամեն մեկը Սասունցի Դավիթ լինի, Սուպերմեն լինի, որ մի հոգով 4 հոգու կարողանա սատկացնի։ Լավ կլիներ եթե տենց էր։ Իսկ ինչ եթե տես չի, նշանակում է այդ երեխան ապրելու իրավունք չունի։ Իմ ուզածը սա է։ Ու մեկը տեսնում եմ այսպիսի մի հրաշք բան նայեք էլի։ Ես չգիտեմ դուք ինչ եք զգում, բայց այս տեսանը որ նայում ասում եմ, փաստորեն այսքան հայ կա, սենց ազարտ կա, հա, սենց երկու առողջ տղամարդիկ կան, ու ինչի համար են իրանք երգում, այս ոգևորվածությունը, այս երգերը ինչի համար է, բասկետբոլի խաղի համար, մենակ, չէ, որ բասկետբոլի խաղի համար կարա դու սենց ոգևորվես, լավ է, աղբետ ջան, երկիրս արնահոսումը ու քեզ բառացի ասում են, դու երկիր չունես, դու կադաստրի վկայական չունես, դու Արարատի մասին մոռացի, մի նայի ընդհանրապես։ Քեզ սպանում ենք քեզ փրկելու համար։ Բանկերներ ջան, ուր եք։ Ես այդ մասնավոր չի նայեմ, մեզ չի նայեմ, չգիտ տեղյակ չի։ Ինքը TikTok ֆրսնող է, իրանց այդ Armenia News բանում, սպյուրքն է սա բնականաբար։ Ես տեղական նիկոլական պրոպագանդան եմ լսում։ Թուրքը աշխատում է իրանց վրա, մենք չենք աշխատում։ Բա ինչ ենք ուզում արդյունքը լինի։ Իբես մարդիկ վստահ է, որ հələ դե եթե Նիկոլն ասում է, մեր փրկությունը մեր մեռնելու մեջ է, ուրեմն ճիշտ է ասում էլի։ Դե ճիշտ է ասում էլի, ո՞ս կարող սուտ ասի այդ մարդը, հենա բոլորը նույն բանն են ասում, ուրեմն ճիշտ է, լավ։ Արի գնանք մեր ֆուտբոլ, բասկետբոլի ժամանակ տժանք ու այստեղ ցույց տանք, թե ինչքան լավ հայ ենք մենք։
Էսեն հյուսիս-հարավ ճանապարհն է, որ Սա ոչ մի ձև չի հյուսիս-հարավ բացվում։ ճանապարհի Երևանով անցնող մի հատվածն է։ Արդեն 3 տարի Հայաստանի կառավարությունը չի կարողանում այս տարածքը հանրային գերակա շահ ճանաչել եւ ավարտին հասցնել ճանապարհահատվածի շինարարությունը։ Անավարտ հատվածի պատճառով այստեղ գրեթե միշտ խցանումներ են։ Հյուսիս-հարավ ավտոմայրուղին Գուսան-Շերան փողոցին զուգահեռ այս հատվածում ընդհատվում է։ Ասֆալտապատ ճանապարհին Նկսենայք, էսը ձենը բանանեմ էլի։ Արդեն գնայք, տեքստը իրական չի։ Այսքան տեղը չեն կարողում սարքեն, չեն սարքում։ 3 տարի է։ 3 տարի ովքեր գնում են գալիս են այդ ճանապարհով։ Նայեք, ես գիտեք ինչ եմ նա, հələ վիճակը նայեք ճանապարհի։ Ուզում եք այս փոշին քամի ժամանակ ավազը չտանի լցնեն տաները։ Ուզում եք այս ճանապարհով քշվող մեքենաները չջարդվեն, եթե իհարկե ջիվագեն չեն, հա։ Բա ինչ պետք է լինի։ Ես ասում եմ սրանց գոյությունը անկախ նրանից դու որտեղ ես ապրում, ոնց ուզում ալի մեքենա քշում ես, ոնց ուզում ալի դու ապրում ես միտեղ չէ Երևանում։ Քո կողքն էլ կա այս ամեն ինչը։ Ահա որ ձևի։ Բթարներ օր չկա որ թվեկելու պայմաններում։ Ահա որ է, այս դրա մասին մի ասեք։ Զզվել ենք։ Ահա որ ձևի։ Բթարներ օր չկա որ չջարդեն ավտոները։ Այս վիճակն է միշտ խցանում, Այլ ասելով։ Ամեն օր։ Ու միշտ այս վիճակն է։ Ինչքան ժամանակ է արդեն։ Այս համարյա տարի ու կես է այս վիճակը։ Լինում ու նեղում ենք դրանից, այո, որ բաց լիներ ճանապարհը, այսպես խռովքեք չէր լինի։ Ահա որ է, որ այս ճանապարհին սարքեն շատ լավ կլինի։ Այս ճանապարհի վրա գնեք արդեն քանի միլիարդ է ծախսվել։ Կբողոքեն, կասկանան, փոշին կշնչեն։ Բայց եւի չեն մտածի, պատճառն ինչ է։ Գիտեք ամենավատ բանը որն է, որ մարդը հարմարվող կենդանի է, տեսակայելի։ Եվ լավին է արագ հարմարվում, եւ վատին է արագ հարմարվում։ Ու երբ որ դա երկար է տևում, ինքը իր մեջ մեռնում է վիճակի համար պայքարելու ցանկությունն ու ձգտումը երևի։ Կամ մտածում է դե երևի սա է ճիշտ էլի, ես չգիտեմ։ Բայց այդ հարմարվելը իմ կարծիքով ամենամեծ հանցագործությունը ընդհանրապես մարդու համար կարող լինի, դա այս տեսակ հանցագործությունների հետ հարմարվելն է։ Երևի դուք հիշում եք վերջերս Լարիսա Դոլինայի հետ կապված այդ պատմությունը, реакционные наек? Юрий Антонов сорвал маску с Ларисы Долиной так резко, что интернет захлебнулся. Его фраза «ноль без палочки» стала пощечиной, от которой у всей сцены подкосились ноги. Скандал полетел как искра в сухой лес, затянув в огонь не только Долину, но и Ольгу Бузову, которую Мария Шукшина уже готова была отправлять на пол. Мария Шукшина взорвалась так, будто держала эту ярость много лет. В прямом эфире она разнесла Ольгу Бузову, обвиняя ту в упадке культуры. Ее голос дрожал, а глаза метали искры. Она кричала, что такие артисты рушат воспитание молодежи, и предлагала для них общественный труд, чтобы сбить с них звездную спесь. Лариса Долина тоже не осталась в стороне и отвечала публике жестко. Интернет кипел, комментаторы бросали искры, а социальные сети превращались в арену боев. И тут в разгаре шума появился Юрий Антонов. Он сказал то, что многие боялись произнести: артист без уважения к зрителю превращается в пустое место. Այսքան է պետք։ Ով ու ինչ ասում էդի Իհարկե կարևոր է, բայց այս հաղորդման համար չէ։ Արտիստը առանց լսողի հանդիսատեսի նկատմամբ հարգանքի ինքը դատարկ տարածություն է։ Գիտեք, որ սա մենակ արտիստների մասին չի։ Ցանկացած մեկի մասին է, որովհետև ցանկացած մեդիա դեմք ինքը արդեն արտիստ է, որովհետև ինքը շփվում է, ինքը ներկայանում է, խոսում է կամ տեքստ ասում կամ երգում է կամ պարում է, էական չի, ինքը արդեն մեդիա դեմք է։ Եվ եթե ինքը հարգանք չունի իրեն լսողների նկատմամբ, ինքը դառնում է դատարկ տարածություն։ Դատարկ։ Ու այն ինչ որ հիմա կատարվում է ռուսական հասարակության մեջ, ինձ շատ հուզում է։ Ինձ կներկես բառից համար դուր է գալի։ Ուրիշ բառ է ուզում ասել, փոշմանեցի։ Ինձ դուր է գալիս։ Հա, որովհետև սա առողջ, նշանակում է առողջ մարդ բաները կար, այդ կետերը կա, ու ամեն ինչ մեռած չի, ամեն ինչ կորած չի։ Այո,
արտիստ առանց հարգանքի հասարակության նկատմամբ ինքը դատարկ տարածություն է։ Դե հիմա դիմաց ձեր շուրջը նայեք այն մարդկանց ով դուք լսում եք հեռուստացույցով, ռադիոյով կամ ինտերնետով։ Ով է հարգում իրեն լսողին։ Գիտեք հարգանքը որն է։ Հարգանքը անկեղծ լինելու մեջ է։ Անկեղծությունն է հարգանքը։ Ստելը, խաբելը, դա սրիկայություն է։ Ով ստում է, ինքը դատարկ տարածություն է նշանակում։ Ինքը մեղմ ասի։ Դե իհարկե Դոլինայի համար է ինքը ասել, ուրիշ բառ չէր ասի։ Իսկ ես ասում եմ, ստող տղամարդ է, դա տղամարդ չի, դա ընդհանրապես մարդ չի, դա հանցագործ է։ Այս մեկը лысենք. Привет, любимый. Я, как актер Московского театра комедии, запрещаю Ларисе Долиной посещать наши спектакли. Կոմեդիայի թատրոնի դերասան Լարիսա Դոլինային աշքելումով հաճախել իրենց ներկայացումներին։ Որ իրեն կոլեկտիվով չեն ուզում խաղալ իրենց համար։ Նույնիսկ միամիտ տոմս չառնի գա իրենց խանութ, իրենց ներկայացման։ Այն հասարակական պարսավանքի ինստիտուտի մասին, որ ես խոսում, մեկ էլ իլա տալիս, որտեղ որ ամենաքիչն է սպասում, որտեղ կարողացես ես բան այս ռեժիմի ճնշման, սա էլ է դրա արդյունքը, միտեղ որ ճնշումը շատ է լինում, այսպես մեկ միակնթարթի փոխարեն, sense այն պրիշիկին նման միտեղից դուրս է գալիս, էլի։ Հիմա սա դուրս եկավ Լարիսայի վրա, ու շատ տեղին ու շատ արդարացի։ Սա շատ կարևոր է։ Այդ լսենք, սա է։ А как вы считаете, сейчас ее везде отменяют? Какие-то Бургер Кинг там отказываются приносить еду в ее... Կեսմես Burger King-ում հրաժարվել են սպասարկեն Լարիսա Դոլինային։ Անտիշ չի, դուք պատկերացնում եք մի օր մեկ ազգով բոլոր տեղերում հրաժարվեինք սպասարկեն քպայականներին։ Աշկել ենք արտիստները դրանց մոտ ներվելու փոխարեն ասեն դու մեր թատրոն չգաս։ Ասեն Ալեն Սիմոնյան, միչև դու ում դեմքին չես թքե, ներողություն չխնդրես, դու իմ ներկայացմանը չգաս։ Դուք պատկերացնում եք, եթե տենց մենք արտիստներ ունենայինք։ Ալեն Սիմոնյան, միջև դու ներողություն չխնդրես, դու իմ սրճարան չգաս։ Պատկերացնում եք, մենք տենց ման ունեինք, սերվիս ունենայինք։ Ես վստահեցնում եմ, Հայաստանը ուրիշ միջավայր կլեր Հայաստանը։ Կսկսեն բոլորը հարգանքով վերաբերվել մարդուն։ Իսկ եթե ես վստահեցնում եմ, եթե այս տականքը կոնկրետ դեպքի վրա Ալենը թքում է մեկի դեմքին, ինքը նույն ձև թքած ունենա ցանկացած մեկի դեմքին, որը իրանցից մեկը չի, որին կարան իր ախրանիկների թևերից բռնեն ու ինքը թքի դեմքին։ Իր համար տարբերություն չկա, այդ մարդը ով է, աֆիցանտա, դերասանա, երաժիշտա, ինչ ուզում ալի, ինքը թքում է բոլորի դեմքին դրանով։ Թքելով հանդերձ, քանի արտիստ էլ ավասեց Ալեն, միջև ներողություն չխնդրես, թքածը չլիզես, դու իմ համերգին կամ ներկայացում չգաս։ Это народный самосуд или флешмоб такой? Ասմեսի համաժողովրդական ասում է, ինքնադատաստանա թե ֆլեշմոբ, տեսնենք ինչ է պատասխանում։ Или и то, и то. Смотрите, чем этот кейс хорош? Есть у него и позитивные стороны. Ասում ինչով է ամեն ինչ լավ, ասում է պոզիտիվ կողմը։ Оказалось, что у нас есть гражданское общество. Ու զարմացել է, ասում է, պարզում ենք քաղաքացիական հասարակություն ունեինք։ Ինչն էլ է իր ասացի վրա զարմացել, ես եմ։ Գիտեք ինչի, որովհետև այն ինչ որ կատարվում է վերջի տարիներին Ռուսաստանում, մասնավորապես այս 22 թվականի պատերազմից սկսած, որ ինչքան ազատ ու նորմալ մտածող մարդ կա, դառան փախստական եւ ինագենտ իրանց լեզվով ասած։ Ինչու մի մաս մնացել էր, որ այս ճնշվածությունից մի անգամից պորտկած այս առիթով։ Ու ինչն է զարմացած, պասում է քաղաքացիական հասարակությունն է։ То есть очень долго и очень много говорили о том, что всем плевать, и мы друг за дружку никогда не поднимемся, не объединимся. И тут оказалось, что нам не плевать. Мы поняли, что это касается каждого. Որովհետև երկար ժամանակ մեզ ասում են թքած ունեն բոլորը բոլորի վրա, հա, պարզվեց որ դες չէ։ И это как раз, честно говоря, позитивный момент. Я тут с Бородиной не согласна на тему того, что вот, хейт, никто этого не заслуживает, я за справедливость. Քարտեզան կողմակիցն է։ Թեկուս էս փոքր հարցերում։ Սա կոչվում է հասարակական պարսավանքի ինստիտուտ։
Սա նայեք Сотни автомобилей Porsche перестали заводиться и превратились в кирпичи после того, как производитель выяснил, что они находятся на территории России. Սա իրականությունն է, ես եթե կարդացի, մտածում էի սա կարող է չափազանցություն է։ Պատահմամբ հայտնաբերել են, որ տարբեր արգելված եղանակներով Porsche մեքենաներ են նոր տեղափոխել Ռուսաստան, որ պետք է չլիներ ուներ։ Տեսել են ու կարողացել են հերակա բան անել ուղղակի։ Անջատել այդ մեքենաները։ Չեն քշում։ Porsche կա, տարբեր սխեմաներով ներմուծել են Ռուսաստան, fake սխեմաներով, առանց սպասարկման, առանց պայմանագրի, հա։ Որտեղ դու եթե գնաս առնես Porsche, դու չես կարող ասես 10 տարում Ռուսաստան ես էլի, արգելված է, սանկցիաներ կա։ Մի խոսքով տարբեր սխեմաներով ուղարկել են Ռուսաստանի մեջ չի հաշվում։ Բա տեսել Մարկո Ռուբիոն հայտարարումը այս կեղծավոր տղուկը որ բոլոր են երկրներում որտեղ հալածում են քրիստոնյաները իրենց նկատմամբ արգելված է ամերիկյան վիզայի մուտքը դեպի Ամերիկա հիմա ոնց չասես սա արդարացնելու համար թե ինչու են զրկել 10 երկրի ներկայացուցիչների մտնել Ամերիկա որոնց մեջ նաև Իրանն է Ես Մարկո Ռուբիոին հարց կտայի ուղղակի։ Գիտես ինչ, Մարկո Ռուբիո։ Վերջի 2 տարվա մեջ մի քանի տասնյակ հազար քրիստոնյա է սպանվել Պաղեստինում։ Քրիստոնյա լինելու համար։ Քրիստոնեական եկեղեցի պայթեցվեց իր ծառայողներին էլ մեջից, այդ ծառայողները ամիսներ գոռում էին, որ մեզ վտանգ է սպառնում, մեզ վերացնելու են, դրանց պայթեցնեց Իսրայելը։ Ուզում եմ իմանամ ու հաշվարկ կա, թվաբանություն կա, որ կարծեմ 13%-ն է մնացել քրիստոնյաների Պաղեստինի տարածքում, հենց սպանվել են։ Իսրայելցիների մուտքը արգելված է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Ոչ։ Արգելված է Իրանին։ Որտեղ ոչ մի քրիստոնյա երբևէ չի հալածվել։ Այնտեղ նույնիսկ քրիստոնյաների հավասար ու տեղացիներին հավասար ապրում են հրեաները։ Բայց դետես իրանցիներին արգելել են, բայց իսրայելցիները չէ խնդիր չունեն, գնում գալիս են, ոչ մի պրոբլեմ չունեն։ Հրեա սիոնիստ, բա ինչ եք ուզում։ Լսեք մեզ ինչ են խորհուրդ տալիս։ I just want to say this to our Christian friends, you know, just to call it as it is and say it straight out, you know, you guys are worshiping one Jew. Ես իմ քրիստոնյան կերներին եմ ասում։ Ասում դուք աղոթում եք, ասում դուք մեծանում եք մեկ հրեայի։ Մինչդեռ That's a mistake. You should be worshiping every single one of us because ասում դա սխալ է։ Դուք պետք է պաշտեք մեզ բոլորիս։ Ամեն մեկիս։ we all die for your sins every single day. Միքո բոլորովին մենք ձեր մեղքերի համար ամեն օր մեռնում ենք։ Բա մեծ հրեաները խորհուրդ են տալի, ասում են, ինչի՞ եք մեզանից այդ մեկին պաշտում։ Դու մեզ բոլորին նույն ձևի պետք է պաշտեք, որտեղ ձեր մեղքերի համար ենք մենք ամեն օր մեռնում։ Բա կինեջը։ Death for reporting on the war crimes in Gaza. You might be confused, let me break it down. Mustafa Ayyas was a Palestinian journalist born in Gaza. When he reported on the war crimes committed by Israel in the most recent action, he was targeted by the Israeli military and they tried to assassinate him by blowing up his house. Fortunately, Mustafa Ayyas was not home, but still many of his family members, including children, were murdered. Այդ տղեն ինքը առաջինը եղել, որ որպես լրագրող հայտնել է հենց հեղափոխության մասին, ռազմական հանցագործությունների մասին, որ տեղի ունենում Պաղեստինում։ Եվ Իսրայելը պայթացել է իր տունը ամբողջությամբ եւ պատահմամբ ինքը տունը չի եղել։ Ինքը տունը չի եղել, բայց իր ամբողջ ընտանիքը երեխեքների մեջը պայթել է։ Եվ հետաքրքիր է որ ինքը մի կերպ հասնում է Եվրոպա, փախնում է Եվրոպա։
Մնացածը պատմեմ, որ անգլերեն չլինի։ Հայտնում Ավստրիայում իրան ոստիկանությունը բռնում է։ Ոստիկանությունը բռնում է ու մի խոսքով խոշտանգումներ։ Ամբողջ բանը դիպլոմատիան Իսրայելի պահանջում է ոստիկան, մի խոսքով բոլոր ձևերով ստիպում են Իսրայել բանը Վիեննային Ավստրիային հանձնի դրան։ Չեն հանձնում, բայց մի խոսքով ուղարկում են, վտանում են երկրից։ Հայտնում է Հոլանդիայում հենց օդանավակայանում բռնում է հոլանդական ոստիկանությունը։ Էլի նույն ձև, նույն վերաբերմունքը։ Ու հիմա սպառնում են վերադարձնել իրան Իսրայելին, որտեղ պարզ է իրան մահ սպասվում, ինչպես բոլոր մնացածներին։ Որոշել են, չէ՞, սպանեն։ Տեսեք, Ավստրիան ու զարմանալից Հոլանդիան շատ բանա դեմոկրատ երկիր է։ Մանավանդ փախստականների պահ։ Ինքը փախստական ստատուս է ուզում չեն տալիս։ Հիմա ցույց են անում Հոլանդիայում, որ բան անեն, իրան չհանձնեն, չարտահանձնեն անեն Իսրայելին։ Դուք պատկերացեք ինչ հզոր է դրա ազդեցությունը երկրների վրա, Գերմանիայի վրա, Ավստրիայի վրա, փաստորեն նաև Հոլանդիայի վրա։ Ինչ ուզում անում են դա։ Սա պետք է վերանա։ Ես վստահ եմ, որ սա վերանալու է։ Ես տեսնում եմ ինչ է, ոնց է ամեն ինչը շարժվում։ Которая была создана на 6 месяцев. Сегодня начинает работу следственная комиссия, которая была создана на 6 месяцев, чтобы расследовать использование средств Европейской комиссии многими неправительственными организациями, которые, говоря простым языком, дурили народ. И по поводу зеленого курса, и по поводу договора с южноамериканскими странами, и по поводу каких-то там санкций против отдельных городов Европы. Соответственно, фон дер Ляйен, говоря простым языком, использовала деньги европейских налогоплательщиков, чтобы вводить в заблуждение жителей Европы через неправительственные организации, и Следственная комиссия, вероятнее всего, это установит. И еще, благодаря 85 голосам депутатов-патриотов для Европы, удалось обеспечить правое большинство в голосовании, чтобы еще на год перенести действие так называемой регулы о вырубке лесов, которая напрямую касается наших сельскопроизводителей, лесозаготовителей и латвийского народного хозяйства в целом. Ֆոն դեր Լայնի վրա մեծ մեղադրանքներ կա, եվրոպական բյուջեն մսխելու, անօրինական գործարքներ իրականացնելու եւ դա մասով հետաքննություն են պահանջում։ Միևնույն ժամանակ ֆոն դեր Լայնը հայտարարում է, որ Եվրոպան պետք է փող հավաքի Ուկրաինան փրկելու համար։ Ես շատ մեծ կասկած ունեմ, որ բոլոր ամբողջ կոռուպցիոն գործարքները, որտեղ պատկերացեք ուրեմն 120 միլիարդ գնացել Ամերիկայի Միացյալ Նահանգներից, 80 միլիարդ Եվրոպայից գնացել է Ուկրաինա։ Այդ ամբողջ փող լվալու մեջ նաև մեծ դեր ունի, մասնակցություն ունի այս տիկինը, որ հենց դրա մեջ էլ մեղադրվում է։ Մենք դեռ շատ բաներ ենք լսելու։ Հիմա էլ ուզում է փրկի Ուկրաինան, որը ոչ թե ես չեմ ուզում։ Ես ուղղակի այսօր լսեցի Լատվիայի մի բանի երիտասարդի, որը խոսում էր, երիտասարդի քաղաքական գործիչ ասում է, իմ երկիրը 1 միլիարդ դոլար տվել է Ուկրաինային։ Իմ երկիրը, փոքր երկիր է։ Ու մեզ հետաքրքիր է 1 միլիարդ դոլարը, որ մենք ենք տվել նվիրաբերել Ուկրաինային, սիրով իրեն փրկելու համար։ Ինչի վրա է ծախսվել։ Ու ես վախենում եմ, որ մենք հիասթափվենք այդ պատճառը, այդ բանը լսելու կամ ընդհանրապես ոչինչ չլսենք, որովհետև պարզվում է, որ ուկրաինական իշխանությունը այս ամբողջ 2.5 տարի խալանել է եւ մեզ եւ սեփական ժողովրդին։ Ու ասում է հնարավոր չէր այդ ամեն ինչի մասին չիմանար նախագահ Զելենսկին։ Բացառվում է։ Ինչը ես միշտ ասել եմ։ Որ բացառվում է։ Հիմա ինչ եմ ուզում ասել։ Ուրսուլա ֆոն դեր Լայնի իշխանությունը ճղի իրան, որ շարունակի փրկի, հասուն ինքն ուզում է փրկեցնել Զելենսկուն, ոչ թե Ուկրաինան։ Իշխանությունը իրան ճղի, եվրոպացի ժողովուրդը էլ իր փողերը չի հանդուրժելու տալ Ուկրաինային։ Ոչ Ամերիկան է տալու, ոչ Ուկրաինան, ոչ էլ Եվրոպան։
ու ուկրաինացի ժողովուրդը մնալու է իր խնդրի հետ մենակ։ Սա սոսկալի փաստ եմ ասում ես, սոսկալի փաստ։ Ու այս ամեն ինչը կոռուպցիայի որպես հետևանք։ Ես ասեմ կոռուպցիան դա քասկեղային ուռուցքն է։ Մարդիկ չեն հասկանում դա ինչ հետևանքներ է ունենում մեծ առումով։ Մտածում եմ լավ ստեղից մի բան թալանեցի, լավ, հա, լավ, չէ։ Թշնամին դա օգտագործում է քո դեմ, ցավակում է ինֆորմացիան ու դու դառնում ես վերջ կորած ու կործանված մեկը։ Ինչ վիճակում հիմա հայտնվելու է Ուկրաինան։ Վերադառնանք մեզ։ Մարտին Սկորսեզեի մասին երևի դուք լսել եք, որ հայտնի ռեժիսոր, ինքը ստեղ է տեսանյութի մեջ պատմանամասին, որ NYU Նյու Յորքի համալսարանն է, ընդունվելու ժամանակ իր մենտորը եղել է Հայկ Մանուկյան, որ իր կումիրն է եղել, որ կուրկն է եղել, ինքը չլիներ Մարտին Սկորսեզեն չէր դառնա Մարտին Սկորսեզը։ Մենք այս մասին ոչինչ չգիտենք։ Ինչ որ ներշրջանակներ տիրապետում են այս ինֆորմացիայի։ Բայց ես կուզենայի, որ սա լիներ համահայկական ոչ թե գլուխ գովալու թեմա, այլ ստանդարտ, որ հայկական ռեժիսուրան կարա լինի այս աստիճանի, որովհետև մեր, ասենք, Հայկ Մանուկյանը կարողացել է դա Մարտին Սկորսեզը։ Մենք ընդեղ պետք է լինենք, սա մեր ժառանգությունն է, որպես պարտավորվածություն, ոչ թե Մաուգլին էլ է, հա, ասենք կամ Նուպագածին էլ է հայ, չէ, այդպես չէ, այս կոնտեքստի մեջ չէ, այլ որ մենք այդտեղ ենք եղել, մենք պիտի նորից ընդեղ լինենք։ Ուրիշ բան է, որ ասենք ես միշտ ասել եմ, ուրիշ բան է, որ մի երեխա գիտի, որ ինքը, ասենք գյուղացի համբոյի տղեն է, խեղճ բան պետք է այդպես մեծանա, ու իր ապագան էլ մաքսիմում, ասենք աշխուժ վաճառական լինելն է։ Ուրիշ բան է, որ մեկը ասում մտածում է, որ ինքը ասենք Տիգրան Մեծի տղեն է, կամ Սասունցի Դավիթի տղեն է։ Սրանք հոգեբանական, ստարտային այլ պատկերացումներ է կյանքի մասին, այլ ստանդարտների ձգտում է, ոչ գյուղացի համբոն է վատ մարդ, ոչ էլ բանը, որակի իմաստով, դա չէ, քո մասշտաբների, քո կարողությունների, քո միսիայի մասշտաբների մասին է խոսքը։ Մեզ բերում են, մտցնում են այս բանի մեջ, էլ էս ոչ նույնիսկ գյուղացի համբոյի չէ, ավելի ներքև։ Բազազի մեջ էլ չէ, բազազի համար են վազվզող կապիկների մեջ են մեզ մտցնում, են կողքը որ կա են, սրանից նարած գողացող խապող, այ մեզ այդտեղ են մտցնում, որ մենք ասենք, արա դե թե ենք էլի, հանկարծ երբեք չիմանանք ոնց թե, մենք Հայկ Մանուկյան կարող ենք լինել, որը NYU-ում է դաստվելու իր աշակերտներից մեկն եղել է Մարտին Սկորսեզը։ Սա մեր մյուս հայերի մասին է նայենք։ Исследования. Они приняли ислам, чтобы спасти своих детей. Армяне жили в горах Ризе. И когда начались преследования, они приняли ислам, чтобы спасти своих детей. Դոդ հաշվում ես հայ եմ։ Որ հայեք ասում հա դուք հայացքի մեջի հպարտությունը դու զգացեք ասում այս մահմեդական եմ հայ եմ։ Սա մեն է, այս մարդիկ մեն են, որ իմ համար իր մահմեդական լինել չլինել, ինք ուզում է աթեիստ լինի, ուզում է բուդդիստ լինի, մի բան իմ համար չի նշանակում դա։ Իմ համար կարևոր իրան ասեցին դու հայ ես, ասում հա դու ուրմտ հպարտությունը աշկերի մեջի կրակը նայեք։ Համշնցիներ այստեղ շատ կան։ Շատ։ Их называют химши или химшилы. Но армянская кровь – вещь упрямая. Она осталась. Потом пришли другие времена. Большевики выслали часть химшилов в Казахстан и Киргизию. Люди, потерявшие родину один раз, потеряли ее дважды. Сегодня они все еще спорят. Мы армяне или мы химшилы, отдельный народ. А как считаешь ты? И подпишись, у нас история.
Ինչ եմ ես մտածում, իրենք իմ հայերն են։ Այնքանով որ իրենք հայեր իրենց համարում, ու իրենք կարողացել են այսքան տեղից տեղ հայրենիք կորցնելով մնալ հայ, ու ասել ես հայ եմ, իրենք իմ համար հայ են, համար լավ հայ են։ Իսկ ինչ են անում շակերտավոր լավ հայերը Հայաստանում նայենք։ Բարև ձեզ, ես Սարգիս Հարությունյանն եմ, գտնվում ենք երեկվա իմ ահազանգով արած դեպքի վայրում, Սերտեշչականի տղաներն են բոլոր, վարչության պետ իր աշխատակիցների հետ, խնդրեմ նայեք, ուրեմն չափագրում ենք անում, ուզում եմ ձեզ ցույց տամ տված վնասի չափ, ուրեմն գետի հունը ստեղ փակվել է քարաթափության շնորհիվ, սենց չկա արդեն գետ, սաղ ծառերը կոտրած, խնդրեմ նայեք, սաղ ծառերը մնացել է լիսկի տակ, աղբաթափությունն է հետը տեղի ունեցել, բացի քարաթափությունից, սա ահռելի է, սա այն գցած ճանապարհն է, որ երեք վերևից նկարել էի, երկու խոսքով իմ երեկվա ահազանգի վրա, տեսչականները կացակնային արագությամբ սաղ չափագրումը անում են, դրոնով ամեն ինչով, աշխատակիցները մեքենաներով իրանց անձնակազմով տեղում են գտնվում, որը Սա Հրազդանն է, Հրազդան գետն է, որի հունը փակել են, քարերով, լցել են քարերի մեջ, ու ինչ-որ շինարարություն անեն։ Ինչքան կարելի է ատել սեփական երկիրը, որ սենց բան ունել։ Ես չեմ պատկերացնում էլ այս ատելության սահմանը։ Իսկ ինչ որ ասում ահազանգի վրա եկել են, ես ասեմ ինչա լինելու։ Ոնց եկել են նկարելու են, այդպես գնան անհետևանք։ Անհետևանք։ Որովհետև այս Հայաստանը ոչ մի չի վերահսկում, ոչ մեկ իր արածի համար պատասխան չի տալիս։ Բոլորն իրենք են։ Փողը կվերցնեն, փակին կգնա։ Ամոթ կլինի, որովհետև այդպես չանեն։ Ես չգիտեմ, այդ ինչ պետք է լինի, որ ասյալ ամոթ հետ ինչ է կանի, մաքրեք այդ տարածքը, վերականգնեք այդ ծառերը, բացեք գետի ունը։ Եվ վերջում սա եմ ուզում ձեր համար կարդամ, սա վերջացնենք։ Հայկական անուններ Արամայի Սահակյանն է ժամանակին առանձնացրել, հայ։ Որը ինչ իմաստ ունի, այ եթե մենք սկսենք իմաստը հասկանալով այդ անունները ասել, մեր վերաբերմունքը, մեր նկատմամբ կփոխվի, գիտեք, ես ես վստահեցնում եմ։ Հայն իր մանկանը կոչել է ազատ, որ ազատ լինի հողը հարազատ, բայց հարձակվել է վայրենի մարդիկ և նա զավակին կոչել է մարտիկ։ Երկիրն է պրծել թշնամին հրեշ և հայրը որդուն կոչել է վրեժ։ Որպեսի որդին կրվի տաքարյուն, հայրը ծնվածին կոչել է կոջյուն։ Նահատակներ են պետք եղել հերոս և նոր անունն է գտել Մարտիրոս։ Որպեսի երկիրն առնի հարություն, հայը կոչել է նաև հարություն։ Լավ լուրերից սպասելիս հավետ, իր մանչուկին ասել է ավետ։ Ուր ազգը կրվի մնա սակայն, որդուն կոչել է մնացական։ Հուսով է ապրել մտնում խաբուսիկ և անվանել իր որդուն Հուսիկ։ Այժմ հայն ունի բախտավոր մի կյանք, զավակներին անվանում է Հայկ։ Ամեն դեպքում պատկերացրեք, եթե մենք մեր երեխեքին ուղղակի իրոք, եթե այս անուններից ունեն, կամ մեր ընկերների, մեր շրջապատին անունը ասելուց բնութագիրը և իմաստով պատկերացնելով ասենք, ոչ թե արհեստական, և դա կլիներ գիտեք և մեր դպրոցներում ուսումնասիրեին գրափար, թեկուզ ամենատարրական մակարդակի վրա, որտեղ գրափարը կբացեր ոչ միայն անունների իմաստը, այլ նույնիսկ մեր ամեն ասած բառի իմաստը, ամեն բառ ինքը կստուգաբանվեր, ինքը կիմաստավորվեր և այդ մարդուց հնարավոր չէր լինի պոկել Արարատը, այդ մարդուց հնարավոր չէր լինի պոկել Արցախը, այդ մարդուց հնարավոր չէր լինի պոկել բարոյականությունը իր նորմերով, հասկանաք, որտեղ իր լեզվամտածելակերպի մեջ այդ ամեն ինչը դրանք ուղղակի առարկաներ չեն, դա ինքնությունն է, որ ինքն ունի իր ամեն օրվա օգտագործած բառերի մեջ, այսինքն դա մի ամբողջ լեզվամտածելակերպային համակարգ է, այնտեղ չի կարող լինել առանձին մի բան։ Դուք պատկերացնում եք գալակտիկայի մեջ վերցնեն ասեն, այս աստղը ավելորդ է, լուսինը ավելորդ է,
Այդ նույնը մեր բառային համակարգն է։ Եվ այս ամեն ինչը կբացեր մեր առաջ ընդհանրապես գրափարի ուսումնասիրությունը։ Գրափարի ուսումնասիրությունը եւ ժամանակ հայը հայկազուն կլիներ ուղղակի։ Եվ ոչ միայն հայկազուն։ Մենք այլ կարգի ինքնաճանաչման աստիճանի վրա կկանգնեինք։ Հուսով եմ մենք մի օր պետականություն կունենանք եւ պետական մակարդակի վրա այդ հարցը կլուծենք։ Այսօր համարյա սկանը, դա մնացեք։